Սիրողներս, սիրելիներ, այսօր ուզում եմ շատ կարևոր մի խոսքից սկսել խոսքը, որը տեղ է գտել Սաղմոս 2-ի 121-րդ գլխի մեջ։ Այստեղ ասում է այսպես. ես բարձրացնում եմ իմ աչքերը դեպի սարերը, որտեղից կգա իմ օգնությունը։ Իմ օգնությունը Տերիցն է, որ երկինքն ու երկիրս արավ։ Նա քո ոտքին սահել չի տա, քո պահապանը չի քնիլ։ Ահա Իսրայելի պահապանը չի ննջի եւ չի քնանա։ Տերը քո պահապանն է։ Տերը քեզ հովվանի է քո աջ ձեռքի վրա։ Ցերեկ արեգակը չի զարկի քեզ եւ լուսինը գիշերը։ Տերը կպահպանե քեզ ամեն չարից, նա կպահպանե քո անձը։ Տերը կպահպանե քո դուրս գալը եւ քո մտնելը այսուհետև մինչև հավիտյան։ Ում մասին է այս խոսքը, սիրելիներ։ Իսրայել ազգի մասին է։ Ում մասին է այս խոսքը, սիրելիներ։ Հավատացյալների մասին է այս խոսքը։ Չկարծես երբևիցե, որ Աստվածաշնչյան էջերի մեջ գեթ մեկ տեղ կնշվի ինչ որ մեկ բան, որ կվերաբերվի աշխարհիկ մարդկանց, այն մարդկանց, ովքեր որ Աստծուն երբեք չեն ցանկացել ճանաչել։ Ոչ, այս խոսքը այն մարդու մասին է, ով որ իր գիշեր եւ ցերեկը իր աչքերը պարզում է դեպի սարերը, պարզում է դեպի Տերը, պարզում է դեպի բարձրունքները, որ հասկանա թե որտեղից է գալու իր օգնությունը։ Եվ ասեմ քեզ, օգնությունը երբեք չի ուշանա։ Մի շատ կարևոր տող կա գրված Աստվածաշնչյան էջերի մեջ գրված է. հույսը երբեք ամոթով չի թողնի։ Մարդիկ, հույս այնպիսի մի բան է, որ նա քեզ ամոթով երբեք չի թողնի։ Ես ասում եմ իմ կյանքի մինչև 2015 թվականը ես բազում անգամներ եմ ամաչել եւ ամաչում եմ մինչ այսօր։ Այն կյանքի համար, որ երբևիցե մարդը կարող է անաստվածորեն ապրել, բայց ես հիշում եմ 2015 թվականից մինչև առ այս օրս ես չի եղել դեպք, որ ինչ որ մեկ բանից ամաչեմ, կամ ինչ որ մեկ բանից Տերս ինձ ամաչեցնել տա ինչ որ մարդկանց դեմ կամ մարդկանց հանդեպ, ոչ սիրելիս։ Աստված քո պահապանն է։ Եվ ես ուզում եմ, որ դու հիմա այսօր այս պահին ուղղակի աչքերդ փակես եւ ասես. Տեր Հիսուս, ես գիտեմ, ես հավատում եմ, որ դու ես Տերը, որ դու ես հույսը, դու ես իմ պահապանը, քեզանով է սկսվում իմ առավոտը, քեզանով է վերջանում իմ գիշերը, Տեր իմ Հիսուս, եւ ես համոզված եմ, որ դու իմ կյանքի ալֆան ես եւ օմեգան, ամեն վայրկյանը, մարդիկ։ Ես բազում անգամներ լսել եմ մարդկանցից, որ նրանք դիմում են Աստծուն, երբ որ նրանք նեղն են ընկնում, երբ որ նրանք խնդիրների առաջ են կանգնում, ոչ սիրելիս։ Այսպես չէ, իրական հավատքը դա անդադար փառքն է Աստծուն տալը, որ ես հիմա ուզում եմ նրան տալ, Տեր Հիսուս, փառավորել քո սուրբ անունդ, Տեր Հիսուս, ես ուզում եմ փառավորել քո սուրբ հոգու անունը, Տեր Հիսուս, որ այստեղ է, որը գտնվում է այս վայրում, որ ինձ կօգտագործի որպես իմ բերանը անոթ, որպեսզի այսօր ես կարողանամ Հայր իմ Աստված այս ժողովրդին, այս մարդկանց տալ քո անխարդախ գաթդ, խոսքդ։ Եվ այսպես սիրելիս, այսպիսին է մեր Աստվածը, երբ որ դու քո աչքերը կհառես վերև, իմացած եղիր, պատասխանը շուտով ես ստանալու։ Բայց երբ որ քո աչքերը երբեք երկինք չի նայի, ես գիտեք սիրելիներ, նաև մարդիկ եմ նկատել, որ նրանք երբեք բարձրունք չեն նայում։ Մարդիկ, որ նրանք երբեք աստղերին ու երկնքին չեն նայում, ինչու՞։ Անգամ ասեմ ձեզ, սատանան է խափանել այն մեր աչքերի տեսողությունը, որովհետև եթե դու անպայման նայես երկինք, նայես արևին, նայես լուսնին, նայես աստղերին, դու կհասկանաս մի շատ կարևոր բան, նրա ետևում կանգնած է միայն մեկը, ով է Աստված, երկինք երկիր արարողը, բայց ինչպես հասկանաս, եթե անգամ քո աչքերը երկինք չի նայում, եթե անգամ քո աչքերը սարերին չի նայում։ Դու համարում ես մի մեծ խնդիր, քո ամենափոքր կյանքի խնդիրները, դու համարում ես մի փոքր խնդիրը, ես քեզ բացատրեմ մի շատ կարևոր բան։ Գնա կանգնիր սարի առաջ եւ կտեսնես, թե որքան նա մեծ է քեզանից։ Գնա կանգնիր սարի առաջ եւ իմացած եղիր, որ այն սարը նա քո խնդիրն է եւ դու սարի առաջ կանգնած ու չգիտես ինչպես դու լուծես քո խնդիրները, դա կլինի մարմնավոր, ընտանեկան եւ այլն, բայց չէ որ դա մարդկային տեսակետն է,
Չէ որ մեր մարդկային կույր աչքերն է, որ այն չի տեսնում։ Մենք նշмарում ենք սարը եւ տեսնում ենք այն մեծ հսկայական սարը եւ տեսնում ենք մեր փոքրությունը եւ մեզ համար մեր խնդիրը, խնդիրները, դա սարն է դարել, սարի մեծության, բայց ասեմ քեզ մի շատ կարեւոր բան այսօր, հիմա։ Երբ որ քո տեսակետից ես դու նայում քո խնդիրներին, քո խնդիրներին, այն մեծ է երևում, բայց երբ որ Աստված երկնքից է նայում այդ նույն նշանակետին, քո խնդիրներին, այդ քո սարին, որ դու հավաքել ես, դարձրել ես սարաբլուր, Աստված այլ կերպ է նրան նայում եւ այն Աստծո աչքերին դառնում է աննշան, անչնչին, իմացած եղիր, ամեն մի քո կյանքի խնդիրը, ամեն մի քո կյանքում բացված խնդիրները կարող է միայն Աստված լուծել, չէ որ մենք չունենք իզորու չենք իրականում որոշակի խնդիրներ լուծելու, իսկ Աստված ամեն ինչի իզորու է նա։ Այսօրվա խոսքը, սիրելիներ, վերնագրվել է այսպես. կորուստը տանում է բարդության։ Եթե դու երբևիցե ապրել ես կորուստ, եթե դու երբևիցե կորցրել ես ինչ-որ ինչք կամ մարդկային, ասենք հարազատ կամ բարեկամ կամ մայր կամ ամուսին կամ կին, դու հասկանում ես, որ այդ կորուստը, երկրավոր աշխարհիկ կորուստը մեզ այսպես թե այնպես տանում է դեպրեսիաների գիրկը, բայց այստեղ կա մի շատ կարևոր, ես խոսում եմ, ինչքան որ ես միշտ խոսում եմ, ես ուզում եմ այդ ամենը վերագրես դու հոգևորի հետ, որովհետև մեր հոգևոր դասն է Աստվածաշունչը, ոչ թե ֆիզիկական աշխարհի, այլ հոգևոր կորուստը ինքը հոգևորապես նա այնպիսի մի բան է, որը իրականում տանում է կործանման, որը իրականում տանում է պարտության մարդիկ։ Եվ սա շատ կարևոր է, որ այսօր մենք կհասկանանք մի մարգարեով, որի անունն էր Եղիսե, եւ եթե դու կարդացել ես, եթե դու գիտես նրա կյանքը որպես մարգարե հին ուխտում, նա եղել է շատ զորավոր մարգարեներից մեկը, որում երբ որ Աստվածաշունչը ասում էր, որ Հիսուս Քրիստոսը ինքը նոր ուխտի մեջ հրաշքներ գործեց, նա բժշկեց հիվանդին, նա վերակենդանացրեց մահացածին, իսկ այս Եղիսե մարգարեն նա արել է այդ ամենը հին ուխտի մեջ։ Եվ սա այնքան զարմանալի է, սիրելիներ, որ նրանում բնակված էր Տիրոջ Սուրբ Հոգին, եւ այս Եղիսե մարդը շատ խիստ զորություն ուներ։ Նա այնպիսի զորություն ուներ, որ երբ որ Եղիան իր հանձնում էր Եղիսեին, որպես իր աշակերտը, եւ Եղիան կարկերով, ձիերով երկին կառնվեցավ կենթանի մարմնով Աստծո մոտ եւ Եղիսեն խնդրեց Եղիային, նա ասեց, Եղիան հարցրեց, ասեց, ինչ ես ուզում, որ ես քեզ տամ, ասեց Եղիսեն, ես ուզում եմ քո ոյժի կրկնապատիկ ոյժը, այսինքն անգամ Եղիան էր շատ ուժեղ մարգարե, բայց Եղիսեն կամեցավ նրա կրկնակի ուժը եւ այսպես Եղիա մարգարեն ասեց Եղիսեին, ասեց, եթե դու ինձ տեսնես հափշտակվելով երկինք, ապա այն քո խնդրվածքը կկատարվի, եթե դու չտեսնես, ուրեմն այն չի կատարվի։ Եվ այս Եղիսե մարդը տեսավ մարգարեն, թե ինչպես Եղիան հրեձիերով կարգով Աստված հափշտակեց նրան երկինք Եղիային եւ նա կրկնապատիկ այդ ուժը Եղիայի իր վրա ունենալով շարունակեց մարգարեանալ եւ նա զորավոր մարգարե էր եւ նա երբեք նկուն չեղավ, երբեք աշխարհի հոսքով չգնաց, երբեք մարդկային խոսքերի եւ վախերի մեջ չմտավ, նա ապրեց զորավոր մինչեւ իր մահվան վերջի վայրկյանը։ Եվ այս Եղիսե մարգարեն, ով մնաց հավատարիմ իր սկզբունքին, մահացավ հիվանդությունով։ Եվ ես ինչու եմ ասում մահացավ հիվանդությունով, մեղքի վարձքը սիրելիներ մահն է։ Միշտ իմացեք եւ հիշեք սա, անկախ ամեն ինչից, թե Ադամից սկսված, մինչեւ այսօրը, որքան մարդիկ են եղել Աստծո մեջ, որ քայլել են անարատ, եղել են մարդիկ։ Նրանց չափը եւ քանակը քիչ է, բայց եղել են, բայց միևնույնն է, նրանք մահացել են մեղքի պատճառով, որը որ շարունակվել է սկսած Ադամից մինչև այսօրը։ Դա կապ չունի, որքան էլ դու ուզում ես աշխարհի մեջ եղիր բարեհամբույր հավատարիմ Աստծո մարդ, մեկ է, մահը մեղքի վարձքն է։ Այն մեկ օր մեր դուռը թակելու է, այն մեկ օր քո դուռն է թակելու։ Եվ առակացի մեջ գրված է այսպես, ավելի լավ է ասում է, չգնաս հարսանյաց տուն, ավելի լավ է գնա
Այն տունը, որտեղ մահ կա, որպեսզի դու հասկանաս, որ մեկ օր էլ այն քո դուռն է թակելու։ Մարդիկ մի տեսակ մտածում են այս երկրի վրա նրանք ապրելու են հավիտյան, այդպիսի բան չկա։ Եվ այս Եղիսե մարգարեին մահը, հիվանդությունը նրան տարավ, որովհետև հարց ենք տալիս, մենք ասում ենք, Տեր, լավ, ես մեղավոր եմ, ես հիվանդ եմ, բա այս Եղիսեն ինչ էր արել, սիրելիս, դա ընդհանրապես կապ չունի, որովհետև մեղքի պատճառով մահը եկավ աշխարհ եւ նրան հետևեց հիվանդությունը եւ մահը, որը տիրեց ամեն մարդու վրա սկսած Ադամից մինչև այսօր։ Հովսիա թագավորը Իսրայելում այն թագավորն էր, ով ապստամբ էր Տիրոջ առջև, երբ որ ես կարդում եմ այդ թագավորած գրքերը, սիրելիներ, ես անկեղծ ասած զարմանում եմ։ Այս Իսրայել ազգը ընկնում եւ ելնում էր, եւ նրանց ընկնելը եւ ելնելը կախված էր թագավորից, այնքան էլ որ ուզենար մարգարեն բորար եւ քարոզեր ճշմարիտ խոսքը, մարգարեությունը Աստծո մեկ է, կախված էր ամեն բան արդեն իսկ թագավորներից, որ թագավորը որ ընդունում էր Աստծուն եւ ճշմարտությունը, այդ թագավորի ժամանակներում տիրում էր խաղաղություն, չորս բոլորը հանգիստ էր, լուռ էր, բայց այն թագավորը, որը որ արդեն թողնում էր Աստծուն եւ տարվում էր կռապաշտություններով, պաշտելով ուրիշ շատ քանակ աստվածների, այն թագավորը ընկնում էր։ Եվ այս Հովսիա թագավորը մեկն էր ապստամբ, ոմն մեկը, ով շրջապատված էր թշնամիներով, որովհետև նա էլ էր ապստամբել Աստծո դեմ։ Եվ հասկացավ Հովսիա թագավորը վերջի ժամանակները, մինչդեռ որ նա հասկացավ, որ Եղիսեն արդեն մարգարեն, այն մարդը, ով պահապանն էր ազգի, այն մարդը, ով քարոզում էր մարդկանց, մարգարեանում էր թագավորներին, փրկություն, մարգարեանում էր պատերազմի փրկություն, մարգարեանում էր, գիտեք, բազում մարգարեներ ասել են, որ պատերազմը կհաղթեք եւ հաղթել են, ասել են, որ պատերազմը կհաղթվեք եւ հաղթվել են նրանք։ Եվ այս Հովսիա թագավորը, երբ որ իմացավ, որ Եղիսեն մերձի մա հիվանդ է, գնաց նրա մոտ, քանի որ կորցրել էր նա իր պաշտպանությունը եւ ուժը։ Եվ գնաց Եղիսեի մոտ։ Ինչու՞։ Նա ուներ մտավախություններ։ Նայեք, երբ որ ընդհանրապես մարդու կյանքում չկա Աստված, այնտեղ մարդը ունի միշտ մտավախություն։ Այսպիսի մարդ էր երկրի վրա չի գտնվել, ով էլ ուզում ես եղիր, եթե դու Աստծուն չունես, առավել եւս քո խղճ վտանգը քո միջից բողոքում է քո դեմ։ Այսինքն մարդիկ իրենք հասկանում են, որ նրանք չունեն պաշտպանություն եւ իրենք հասկանում են, որ առանց Աստծո իրենց ուժը կորցրած են, ինչքան էլ որ նրանք ունեն ամեն ինչ աշխարհի մեջ, բայց ներքուստ եմ ասում, մարդիկ իրենց սրտի եւ հոգու մեջ նրանք վախենում են։ Եվ այս Հովսիան շրջապատված էր թշնամիներով։ Եվ այն ընթացքը, որտեղ երբևիցե չի եղել մարգարե հին ուխտի մեջ, եւ այսօր չկան առաքյալներ, որոնք որ քարոզում են, հորդորում են մարդկանց ճշմարիտ Աստծո խոսքով ապրել, հիշեք, խոսքը, հորդորանքը, ապա ազգը կամ անհատը դարձել է միշտ հոգևոր ապստամբ։ Ես դատավորած գրքի մեջ գրված է մի շատ հետաքրքիր բան, ասում է ամեն մարդ անում էր ինչ ուզում էր։ Գիտեք, դատավորած գիրքը հին ուխտի մեջ Աստված արդեն այդ մեղավոր ազգը տեսնելով նրանք չունեին թագավոր դեռ։ Եվ նաև չունեին նրանք մարգարեներ այդ ժամանակ։ Ամեն մարդ անում էր, ամեն մարդ հավատում էր, ամեն մարդ ով ում ուզեր հավատում էր։ Տապալվում էին, ընկնում էին, հաղթվում էին, պարտվում էին, այսպես էր այդ վիճակները։ Եվ այդ ամենից հետո աղաղակում էին Աստծուն եւ Աստված հանում էր ինչ որ դատավոր որոշակի ժամանակների ընթացքում, որ կարողանար ազգը փրկեր։ Եվ այն դատավորների ժամանակ մարդիկ էլ էին այս տեսակ տարօրինակ, երբ որ դատավորը դատում էր ժողովրդին, նրանք ապրում էին հանգիստ, շրջապատված առանց թշնամիների, բայց երբ որ այս դատավորը մահանում էր, նրանք ապստամբվում եւ ընկնում էին։ Եվ ինչու է սա կարևոր ասել, սիրելիներ։ Աստվածաշնչյան խոսքը այնպիսի բան է, այն դու պիտի լսես։ Ես հասկանում եմ, որ դու ինքդ
չես ուզում քեզ քարոզիչ ընդունել Հիսուս Քրիստոսին, որը որ այս գրքի տողերը գրել է, եւ դու կարտաս սա, եւ այնքան կարտաս, մինչեւ որ քո հոգու մեջ տպավորվի այն հայտնությունը, ինչ որ Տերը ուզում է քեզ տալ։ Ես հասկանում եմ, որ շատ դյուրին կլիներ, քանի որ սա մեզ հասանելի է այսօր ամեն մեկիս համար։ Դու կարող ես քո քարոզիչ Հիսուս Քրիստոսի ձայնը լսեիր, կաշտալով Աստվածաշունչը, բայց քանի որ դու կաշտում ես այն, կաշտում ես մեկ անգամ եւ կաշտում ես կիսատ ու պրատ եւ չես հասկանում, սա քեզ համար անդառնալի պատերազմ է դառնում։ Դու չես հասկանում խոսքը, դու պատերազմում ես Աստծո հետ, դու գիտես մեղադրում ես Տիրոջը։ Դու ասում ես, եթե Տերը բարի է, ես այսպիսի բաներ եմ կաշտում։ Դու մեղադրում ես Տիրոջը, բայց ասեմ քեզ, կան մարդիկ, եղել են մարգարեներ, այսօր կան մարգարեներ, այսօր նաև կան առաքյալներ, ուսուցիչներ, աշակերտներ, որոնք որ աշակերտում են Տիրոջ խոսքը քեզ, բացատրելով, այն պատառը ծամելով եւ քո բերանի մեջ դնելով, որ մնում է դու այն կուլ տաս եւ ուղակի փորձես այն մարսել։ Եվ առանց այս տեսակ մարդկանց մեր կյանքը դժվար է, մարդիկ, ես հավանականորեն ասում եմ ձեզ, դու չես կարող Աստվածաշունչը բացել ու հենց այդ պահից սկսած դու հասկանալ Աստվածաշնչյան ճշմարտությունը, այն բարդ է, այն սիրո ռոման չէ, այն ֆիլմ չէ, որ դու նստես նայես, ուղղակի հասկանաս ինչպես սկսվեց եւ ինչպես վերջացավ։ Եվ այսպես պետք է ինչ-որ մեկ մարգարե, ով որ ունի Եղիսե կներեք, ով որ ունի Հովսյա թագավորին ասելու մեկ բան, անգամ նրա մահվան շեմի վրա։ Եվ այս Հովասը եղել էր ապստամբ, բայց երբ Եղիսեն իրականում հիվանդացավ, նա հասկացավ, որ նա կորցնում է ամենակարևոր ոճը Իսրայելի, եկավ նրա մոտ եւ ասում է Աստվածաշունչը եւ լացեց։ Սա շատ մի հետաքրքիր պահ է։ Մի րոպե Հովաս, դու այսքան տարիներ ապրել ես ապստամբ եւ դու լսելով, որ Եղիսեի վերջի օրերն է մնացել, դու եկել ես, ծնկել ես նրա առջև եւ լաց ես լինում։ Ինչու համար ես լաց լինում։ Ես ուզում եմ մի պահ հասկանաք, որ այս լացը ինչ լաց էր։ Սա մեղքի զգացում էր, թե ուղղակի սա լաց էր, որովհետեւ նա Եղիսեին կորցնում էր։ Նա լացեց։ Կաշտում եմ Երկրորդ թագավորաց 13-րդ գլուխ։ Եվ ասում է Եղիսեն հիվանդացավ իր հիվանդությունով, որով եւ մեռավ։ Եվ Իսրայելի Հովաս թագավորը իջավ նրա մոտ, լաց եղավ նրա երեսին եւ ասեց. Հայր իմ, ուշադիր եղեք, հայր իմ, Իսրայելի կառքը եւ նրա ձիավորները։ Նա լացեց Եղիսեի մոտ եւ ասեց. հայր իմ, Իսրայելի կառքը եւ ձիավորները։ Եվ այս կառքը եւ ձիավորները սա սիմվոլիզացնում էր Իսրայելի ուժը, զորությունը, պահպանությունը մարդիկ։ Եվ ասում է, եւ Եղիսեն ասեց նրան. վեր առ մի աղեղ եւ նետեր, եւ նա մի աղեղ եւ նետեր առավ, եւ նա ասեց Իսրայելի թագավորին. ձեռքդ պնդացրու աղեղիդ վրա։ Եվ նա ձեռքը պնդացրեց, եւ Եղիսեն իր ձեռքը թագավորի ձեռքի վրա դրավ եւ ասեց. բաց արա պատուհանը դեպի արևելք։ Եվ նա բաց արավ եւ Եղիսեն ասեց. նետը գցիր, եւ նա գցեց։ Եղիսեն էլ ասեց. Տիրոջ փրկության նետը եւ ասորիների դեմ փրկության նետը, եւ դու պիտի հաղթես ասորիներին ափեկումը մինչեւ որ վերջանան։ Եվ ասեց. առ նետերը, այստեղ խոսքը նետի մասին չէր, այլ նետերի հոգնակի, եւ ասեց. առ նետերը, եւ նա առավ եւ ասեց Իսրայելի թագավորին. գետինը զարկիր։ Եվ նա զարկեց 3 անգամ եւ կանգնեց։ Եվ Աստծո մարդը բարկացավ նրա վրա եւ ասեց. 5 կամ 6 անգամ պետք էր զարկել, այն ժամանակ կզարկեիր ասորիներին մինչեւ որ վերջանային, բայց հիմա միայն 3 անգամ է զարկելու։ Նայեք, որքան հետաքրքիր է, սա կարող էր մեկը իրոնիայով հասկանալ։ Միրով է Եղիսե, ինչ է նշանակում սա, բացիր պատուհանը, նետը զարկիր եւ կոչնչացնես այն թշնամուն, կոչնչացնես, որը որ քեզ հալածում է։ Բայց Հովասը
Հովասը այն ժամանակ այնպիսի իրավիճակների մեջ էր, որ նա հասկացել էր կորուստի գինը, սիրելիներ, նա հասկացել էր, եթե Եղիսեն մահանար, ապա նրա կորուստը մոտ էր, նա կհաղթվեր թշնամիներից։ Եվ այստեղ այս Եղիսեն վերջնականորեն հավաքեց ինքը իրեն եւ հեշտական քայլեր տվեց Հովասին։ Ասեմ, այս հեշտական քայլերը այսօր մեզ համար է սիրելներ, որքան որ Հովասը այն ժամանակ ֆիզիկապես ապրել այս ամենը, այսօր մենք այս ամենը պետք է ապրենք հոգևորապես, եւ այսօր մենք կթվարկենք, թե ինչ ի նկատի ուներ Եղիսեն, երբ որ ձեռքը դրեց Հովասի ձեռքի վրա եւ որոշակի առաջինը Եղիսեն ասեց նրան. «Բեր նետը եւ աղեղները»։ Ինչ է ընդհանրապես նշանակում մեզ համար այս հոգևոր իրադարձությունը, նետը եւ աղեղը։ Մենք լավ ենք հասկանում, որ նետը առանց աղեղի ոչինչ է եւ աղեղը առանց նետի ոչինչ է։ Այս երկուսը պետք է, որպեսզի դու կարողանաս այս երկուսով ինչ որ մի գործոն կատարես։ Ես ասեմ քեզ, աղեղը դու կարող ես համարել որպես Աստծո ուխտը մեր հետ կապված աղեղը, որովհետեւ Աստված ասում է աղեղը դրեց երկնքի մեջ որպես ուխտ, որ երբեք երկիրը անձրևի պատճառով այլևս ջրհեղեղով չվերանա։ Ես ասում եմ, աղեղը Աստծո ուխտն է, աղեղը Աստծուն է այստեղ հիշատակում եւ խորհրդավորում, եւ նետերը դու լավ գիտես, հասկանում ես, որ այն Աստծո խոսքն է, նետերը։ Սա մի տեսակ զենք է մեր ձեռքերի վրա, մարդիկ, եթե մենք հոգևոր մարդիկ ենք, մենք պիտի ունենանք նետը եւ նաեւ աղեղը։ Եթե մենք հոգևոր մարդիկ ենք, մենք պիտի ունենանք լապտերը, նաեւ լապտերի հետ պիտի ունենանք յուղը։ Հասկանում ես, դու մեքենան առանց վառելիքի չես կարող վարել։ Եթե այնտեղ չկա բենզին, ապա դու չես կարող այն օգտագործել։ Եթե դու չունես նետ, աղեղը ոչինչ է։ Եթե դու չունես նետ, Աստծո խոսք, եթե դու չունես այս խոսքը Աստծո քո կյանքում, Աստված քեզ համար մնում է փակակ ձերի մեջ փակված, միայն Աստված, այն չի կարող քեզ օգնել, սիրելիս։ Ես այսօր ուզում եմ քո հոգևոր մի տեսակետը բաց անել եւ քեզ հասկացնել, թե ինչ է ուզում քեզ այսօր ասել Աստված, թե այսօր ինչ են ուզում քեզ Եղիսեներն ասել, բացատրել, որ այն քո հոգու մեջ միանգամից մտնի։ Աստծո ուխտը եւ Աստծո խոսքն է այն, նետը եւ աղեղները։ Երկրորդը, դնելով Եղիսեն իր ձեռքը Հովասի ձեռքի վրա, ասեց. «Ձգիր աղեղը»։ Մենք պիտի հասկանանք, որ առանց ինչ որ մեկի միջնորդությամբ, առանց ինչ որ մեկի քարոզչությամբ, առանց ինչ որ մեկի ընտարաճությամբ, մարդիկ, մենք չենք կարող տեղաշարժվել։ Գիտեք, քարոզչությունները օգնում են մեր հոգևոր կյանքում։ Այս քարոզը օրինակ ինձ ինքս օգնում է հասկանամ ես։ Այս քայլերը հոգևորապես դասեմ, ես հասկանամ, թե ինչ է ուզում ինձանից Տերը։ Եվ այսպես, դնելով Եղիսեն իր ձեռքը Հովասի ձեռքի վրա, նա ուզում էր ասել, որ ես հովանավորում եմ Հովաս, որ դու հաղթելու ես քո թշնամիներին։ Սա մի շատ կարևոր պահ է, եւ Աստված իր աչքը երբեք իր զավակներից չի հեռացրել, սիրելիներ, երբեք Աստծո աչքը այնքան բարձր է, Աստծո հոգատարությունը այնքան թանկ է, ասում է, եթե դու ինձ բաց չթողնես, երբեք Տերը քեզ բաց չի թողնի։ Եվ ասում է ձգիր աղեղդ, Եղիսեն ասում է Հովասին աղեղը ձգիր։ Երրորդ պատգամը, որ նա նրան տվեց, ասեց բացի լուսամուտը, լուսամպատուհանը դեպի արև ելք։ Իսկ դու հասկանում ես, որ նետ ու աղեղը դու չես կարող երբևիցե նետել, եթե պատուհանդ փակ է։ Եվ այս պատուհանը, ես ասեմ քեզ, ես այստեղ սիմվոլիզացրել եմ քո միտքը, հոգիդ եւ սիրտդ, եթե դու այն չբացեցիր Աստծո առաջ, եթե դու այն չբացեցիր Եղիսեի առաջ եւ նրանով տրված հրամանի առաջ, առաջնահերթ նետերդ դու չես կարողանա արձակես։ Այստեղ քեզ պետք է պատուհան եւ մենք կհասկանանք շուտով ինչ ի մասին է խոսքը։ Չորրորդը ասում է կրակիր Աստծո փրկության նետը։ Ես ասեմ քեզ, Աստծո փրկության նետը դա Աստծո փրկության խոսքն է մեզ փրկում։ Աստվածաշունչը ասում է մի կողմից խոսքը
փրկություն է, բայց մյուսի համար խոսքը նաև կարող է լինել դատաստան։ Եվ այստեղ փրկության մասին է խոսքը, եւ այս նետերը, այս խոսքը մենք պիտի կրակենք, մենք պիտի կրակենք այս թշնամու ուղղությամբ, դու հասկանում ես, թշնամին պիտի ճանաչի, որ դու ունես այդ նետերը։ Թշնամին սատանան պիտի տեսնի ու հասկանա, որ դու ունես այս շտեմարանները, որ քո շտեմարանները լցված են նետերով, իսկ դու այն ունես։ Աստծո փրկության նետը նա է, որ ասում է, պիտի հաղթես թշնամուն մինչև վերջանան, պիտի հաղթես Հովաս ասորիներին, պիտի բնաջնջես մինչև որ վերջանան։ Սա տրված էր Հովասին, Հովասը ուներ այս հնարավորությունը սիրելիս, անգամ իր մեղսակից կյանքի վերջին պահին Աստված նրան տվեց Եղիսեյով հնարավորություն ձեռքբազատվել թշնամուց։ Բայց ինչ արեց Հովասը։ Ինչ արեց։ Մենք մարդիկս, մենք մեղավոր ապրում ենք մեր կյանքի ամբողջ ժամանակները, բայց անգամ վերջի վայրկյանը, վերջի պահը մեզ տալիս է Տերը փրկություն։ Ինչ որ մեկով տալիս է փրկություն, բայց արդյոք դու դա ընդունում ես որպես ստոիկ, թե ուղղակի մտքումդ ծաղրում ես եւ ասում ես, դե խոսում է, էլի թող խոսա, դե կխոսանա, որքան որ նրան տրված է խոսանա, բայց մեկ օր էլ նրա խոսալու վերջը գալու է, ինչպես Եղիսեն, մեկ օր էլ նրա ավարտը երկրի վրա գալու է, ինչպես Եղիսեն, եւ այսպես շատ Եղիսեներ գալու են եւ գնան, բայց այն դու լուրջ ընդունում ես, դու ընդունում ես Աստծո խոսքը որպես լրջություն քո կյանքի համար։ Հարցը կարող ես քո մեջ պատասխանես։ Զարկիր նետով գետին երկրի վրա։ Սա վերջի պատգամներ Եղիսեի։ Նետը պատուհանը պիտի բացվեր եւ նետը աղեղով պիտի ձգվեր եւ ուղղակի պիտի զարկվեր գետին։ Երկրորդ Թագավորաց 10-րդ գլուխ։ Երեսուն 33 խոսքը։ Այն ժամանակները Տերը սկսեց Իսրայելին կտորներ կտորել, եւ Ազայելը զարկեց նրանց Իսրայելի բոլոր սահմաններումը, Հորդանանից արևելյան կողմում գաղատի բոլոր երկիրը, Գադյանների, Ռուբենյանների, Մանասյանների, Արնոն ձորի վրա եղող Արոերից մինչև Գաղգադ եւ Բասան։ Սա ուզում է Աստվածաշունչը ասել, որ այնպիսի իրավիճակների մեջ էր Իսրայել ազգը այն ժամանակ, որ թշնամին զարկել էր, շրջապատել էր, վերցրել էր այն ինչը իրենը չէր։ Եվ այստեղ այս Հովաս թագավորը պիտի կարողանար հաղթել այս ամբողջ ընթացքը, նետը խփելով պատուհանից դուրս դեպի գետին։ Սա կարող է մի տեսակ քեզ համար իրոնիայով հնչվել։ Սա նաև հնչվում էր Հովասի համար իրոնիայով։ Նա մտածում էր երևի էս Եղիսեն մահի ժամը եկել է գժվել է։ Ինչ է ասում նա ինձ։ Բացիր պատուհանը, նետը, աղեղը ձգիր եւ գետին զարկիր։ Ինչ որ մեկը գա քեզ այսպիսի մի պատգամ բերի։ Դու չես ասի, այս Աստծո մարդը երևի թե գժվել է, այսպես էլ մտածում էր Հովասը, մտածում էր երևի ինչ որ մի բան, բայց այս մարդու հետ ինչ որ մի բան այն չէ։ Բայց այս ինչը հորդորում էր Եղիսեն Հովասին, այն կրում էր աստվածային հրաշքի գործոն, աստվածային հրաշքի գործոն սիրելներ կամ բնույթ, բայց միայն չհանձնվելու դեպքում ազգը կարողանալու էր հաղթահարել թշնամուն։ Որն էր չհանձնվելը։ Որն է ընդհանրապես չհանձնվելը։ Հովասը հանձնվեց ու մենք հիմա կհասկանանք ինչու։ Թագավորը 3 անգամ ասեց, 3 անգամ զարկեց նետը պատուհանից գետին եւ կանգ առավ։ Եղիսեն բարկացավ Հովասի վրա եւ ասեց 5 կամ 6 անգամ պիտի զարկեիր, բայց կզարկես 3 անգամ եւ չես ոչնջացնի։ Այսինքն այս Եղիսեի ասացի մեջ կար մի գործոն, կարևոր հոգևոր մի աստվածային հրաշային գործոն կար, որ այս Եղիսեն Հովասը պիտի զարկեր այնքան գետին նետերը, որպիսի վերջնականապես բնաջնջեր թշնամուն իր շրջապատից, բայց ասում է 3 անգամ զարկեց եւ կանգնեց։ Ինչ կատարվեց Հովասի հետ։ Շատ կարևոր է մեզ հասկանալ, թե ինչու այս Հովաս թագավորը 3 անգամից հետո կանգնեց։ Թշնամուն կարող ես դու ոչնչացնել միայն
առանց կանգնելու զարկելով։ Միշտ իմացիր, երբ որ դու կանգ առար, այն պահից սկսած հովաս, երբ որ դու կանգնեցիր, երբ որ դու չշարունակեցիր քո պատերազմը, քեզանից շատ բան չի սպասվում։ Ուղղակի նետդ առ եւ ձգիր դեպի թշնամու ուղղությունը։ Խոսքդ առ եւ ուղարկիր հրճակիր դեպի թշնամու ուղղությունդ։ Զենքդ առ եւ քո զենքով զինավորված, որպեսզի թշնամին ինքը տեսնի, որ նա քեզ հաղթել չի կարողանում։ Բայց այս հովասը կանգ առավ 3 անգամ զարկելուց հետո։ Հիմա ինչ եզրակացություն դու կարող ես ունենալ սրանում։ Եթե ընդհանրապես դու կանգ ես առնում, ի՞նչն է դառնում։ Պատճառը։ Հավատքը։ Կարող է Հովասը ինքը չէր հավատում այդ հրաշքին։ Կարող է Հովասը կասկածում էր այդ Աստծո մարդուն, որովհետև գիտեք սիրելիներ, Հովասը այն թագավորը չի եղել, ով ի ծնե, երբ որ սկսել է թագավորել, դրա կողքին եղել է Եղիսեն։ Ոչ, նա եղել է ապստամբ, ամբողջ մի կյանք չլսելով, նաև հնարավոր է, որ նրա հրաշքների մասին չի իմացել, տեղյակ չի եղել, եւ Աստծո հանդեպ ճանաչողություն չի ունեցել այս թագավորը։ Խոսքի հանդեպ ճանաչողություն չի ունեցել։ Հիշեք մի կարևոր շատ բան, երբ որ մարդը Աստծո խոսք չունի, ես սա ուղղակի ասում եմ բառացիորեն, եթե մարդը իրենում չունի Աստծո խոսքը, մարդը Աստծուն ճանաչել չի կարող։ Հիմա դու կարող ես մի 10 աստվածային բնավորության գիծ ինձ ասես։ Եթե դու այդ 10 աստվածային բնավորության գիծը դու ինձ ասեցիր, ուրեմն դու ճանաչել ես հին ուխտը, ուրեմն դու կաշտացել ես հին ուխտը։ Նոր ուխտի մեջ Աստված սեր է, բայց հին ուխտի մեջ ոչ միայն սեր է Աստված, այս սուրբ է, հիշիր դա։ Եվ այսպես, այս Հովասը ճանաչողություն չուներ Աստծո հանդեպ, խոսքի հանդեպ, նաև նա չէր ճանաչում Եղիսեին, ինչպես որ Եղիսեն կար, եւ այսպես նա գտնվեց անհավատ, իրոնիայով լցված եւ պատճառը դարձավ, որ նա կանգ առավ։ Ասում էր, դե ինչու կրակեմ, սա ինչ պիտի անի, որ նետը կրակեմ ուղղակի հողին, երկրի վրա եւ բաց թողնեմ, սա ինչ պիտի փոխեր։ Նրա կարճ ուղեղի մեջ նա սա էր մտածում։ Ոչ սիրելիս, շատ բան կար փոխվելու։ Աստված ուներ խոստում Եղիսեի ձեռքով։ Աստված խոստացել էր, որ կբնաջնջի թշնամուն Եղիսեի ձեռքով։ Քեզանից միայն մնում էր այդ նետերը գոնե 5-ից 6 անգամ Հովաս կրակեր գետնի վրա։ Կրակիր, մի կանգ առնիր, հրճակիր, պաշտպանիր քո օրդ ու ժամդ Աստծո խոսքով, պաշտպանիր աղոթքներով, սա է մեր նետերը սիրելներ, որպեսզի թշնամին երբեք չկարողանա մեզ ու քեզ նամանավանդ նկուն անել, որովհետև դու արդեն ից հետե երկար տարիների գաղճ ու ճահճաճած հավատացյալ ես եւ կանգ առած եւ քեզ պետք է շարունակել տեղը տեղին քայլել։ Օրինակ, այս Հովասը չհավատաց, բայց չէ որ մենք ունենք պատճառ հավատալու, երբ որ այն ժամանակ Երիքովի պարիսպները փլուզվեցին, եթե այդ պատմությունը գիտես, նա գրված է Հեսուի գրքի մեջ։ Երբ որ այն պարիսպները փլուզվեցին, գիտեք ինչպես փլուզվեցին այդ հսկայական բարձր պարիսպները մարդկային աղաղակով։ Հովաս, եթե դու իմանայիր այդ պատմությունը, եթե երբևիցե քեզ հետաքրքրեր, որ մարդկային աղաղակով փլուզվեցին Երիքովի պարիսպները, դու կհասկանայիր, որ նետը ձգելով կարող էիր դու հաղթել թշնամուն, բայց քանի որ այն մեկը չգիտես, ինչպես կարողանաս այն երկրորդին հավատալ։ Հետևանքները եղան այն, որ թագավորը չկարողացավ ասորիներին բնաջնջել։ 3 անգամ պատերազմեց նա Ասորու հետ, բայց վերջում հաղթվեց։ Եկեք նայենք այն մեր կյանքում։ Ես ուզում եմ այսօր մի փոքր թվեմ այս ամենը մեր կյանքում, որովհետև քիչ թե շատ է մենք բոլորս Հովասներ ենք, մենք բոլորս դարձել ենք թագավոր մեր գահին նստած եւ ից հետո մեր գահը տալիս ենք ինչ որ մեկին, որի անունն է Հիսուս։ Առաջինը, ուր է քո ուխտը եւ խոսքը Աստծո քո կյանքում։ Հարց եմ տալիս քեզ։ Սա մի ճշգրիտ հարց է։ Ուր է։ Վերջին անգամ երբ ես փորձել այսքան հորդորանքից հետո բացել ու փորձել գոնե կրտալ Հովանեսի ավետարանը։ Ես ամեն անգամ նույնն եմ կրկնում, որ հասկանաս Քրիստոսի սերը գոնե։ Ուր է քո ուխտը
Աստծո հետ կախված, չէ որ դու ուխտ ունես մարդ, ասում է Աստված մարդու եւ կենդանիների հետ կապեց իր ուխտը, եթե դու հավատացյալ ես, եթե դու ասում ես հավատացյալ ես, եթե դու չես ասում հավատացյալ ես, եթե դու ասում ես ես աթեիստ եմ, դա մեկ ուրիշ բան է, բայց եթե դու ասում ես, որ ես հավատացյալ, ուր է քո ուխտը եւ խոսքը Աստծո քո կյանքում, ունես այն։ Ուրեմն, եթե ունես բարի, Աստված իր ձեռքը, իր աջը դրել է քո ձեռքի վրա, վախենալու ոչինչ չունես Հովաս, ոչինչ չունես վախենալու։ Երկրորդը, ձգիր աղեղը առանց ձգելու չես կարող կրակել։ Ես ասեմ քեզ, մինչդեռ որ դու շտեմարաններից քո ունեցած կհանես Աստծո խոսքը եւ դեպի թշնամողությունը կգրակես, թշնամին արդեն նաեւ գիտի, որ դու այն ունես։ Թշնամուն պարզից էլ պարզ է, կամ դու այն ունես, կամ դու այն չունես, եւ գիտես թշնամուն երբ է քո շուրջը հավաքվում եւ փորձում քո կյանքը դժոխք դարձնել։ Գիտես երբ որ նա գիտի, դու անուն ես առել հավատացյալի, բայց չունես ուխտ եւ չունես Աստծո խոսք, եւ եթե չունես ինչպես կարող ես կրակել, ասա ինձ դու մարդ։ Կարող ես հրճակել, կարող ես կրակել սատանայի ուղղությամբ, անկեղծ ասեմ, սատանան անդադար իր նետերը մղում է դեպի մեզ։ Հոգևոր աչքերդ որ բացվեն, կտեսնես թե որքան է փորձում սատանան քո կյանքը թունավորել իր նետերով, թունավոր նետերով, բայց արի մենք թունավորենք իր կյանքը մեր աստվածային սուրբ նետերով, Աստծո խոսքով, որ նա բացարձակապես ոչնչանա, կարող ես դա անել, ոչնչացրու նրան։ Երրորդը, բացիր պատուհանը, սա մի շատ գեղեցիկ բան է, եւ Տեր ինձ հետ խոսեց Դանիելի գրվածքով, համոզված եղիր, Դանիելի աղոթքները եղել են միշտ բաց պատուհանի առջև։ Կաշտա Դանիելի գիրքը, ասում է այն ժամանակ, երբ որ իր չար ընկերները ուզեցան, որ Դանիելին վերացնեին, նրանք մի օրենք հանեցին թագավորով, որ ով որ երբևիցե պատուհանը կբացի եւ իր Տեր Աստծուն կաղոտի 1 ամիս ժամանակ, ապա նա պիտի գցվի արյուծների գուբը։ Եվ ինչ եմ եւ սա քեզ պատմում, Դանիելը լսելով այդ օրենքը, որը մարած թագավորի ձեռքով ստորագրվել եւ պեչատվել էր, այս Դանիել մարդը շարունակում էր բացել պատուանը, ծնկել պատուանի առաջ եւ դեպի արևելք նա աղոթում էր իր Տեր Աստծուն օրը 3 անգամ։ Այն մարդը Հովասը 3 անգամ նետը կրակեց չարի ուղությամբ կանգ առավ, իսկ այս Դանիել մարդը օրը 3 անգամ աղոթում էր բաց պատուանի դիմաց եւ ասում է այն ընկերները, իր չար ընկերները եկան տեսան եւ գնացին ասեցին թագավորին, թագավոր, քո նոր օրենքով Դանիելը խախտել այն օրենքը եւ թագավորը թեպետ չուզենալով Դանիելին գցել արյուծների գուբը, բայց ստիպված էր, որովհետեւ ստորագրել էր նա, գցեց Դանիելին արյուծների գուբը եւ ասեց. Այն Աստված, ասեց նա Դանիելին մարած թագավորը, որին դու այդքան շատ սիրում ես, թող որ քեզ այրուցների բերանից ազատե։ Սիրելիներ, ես այս պատմությունը ամեն անգամ կարդալուց լացում եմ։ Թագավորը, հետանոց թագավորը, ասեց այն Աստվածը, նայեք ինչ հավատք ուներ այս թագավորը, որին դու անդադար պաշտում ես, թող որ նա քեզ ազատե այրուցների գուբից, եւ գծեցին Դանիելին այրուցների գուբը։ Եվ ասեմ քեզ, Դանիելի բաց պատուհանները, որ ինքը բաց էր Աստծո առաջ աղոթում, այն բաց պատուհաններն էր, որ փակեցին այրուցների երախը։ Դու հասկանում ես սա, գոնե դու կարողանում ես այն սիմվոլիկ իմաստը հասկանաս, թե որքան բաց էր Դանիելի համար պատուհանը դեպի առ Աստված, թե որքան բաց էր նրա կյանքում, թե ինչպես էր նա ամեն օր իր նետերը բացում եւ պատուհանից դուրս կրակում։ Եվ այս բաց պատուհանը օգնեց Դանիելին փակել մարդիկ այրուցների երախը, բերանը, ախորժակը, նրանք մեկ այրուց չէին գուբում, տասնյակներից ավելի։ Հասկանում ես հիմա, թե որքան կարևոր է քեզ համար բաց պատուհանը։ Չորրորդը, կրակիր փրկության նետը։ Դու միշտ հիշիր, դու կրակելու ես քո փրկության նետը։ Երբեք դու, սիրելիս, ուրիշի փրկության համար մի մտածի։
Ամեն մարդ Աստված ամեն մեկին տվել է իր անձնական փրկության համար։ Երբ որ խոսքը քարոզվում է, սա էլ է քարոզվում իմ անձնական փրկության համար, որովհետև Տերը մեկ օր ինձ ասելու է. «Դուստրս, ես քեզ տվել էի ծրագիր երկնային, ինչու այն չկատարեցիր»։ Եթե քեզ թվում է, որ այստեղ կանգնած ուղղակի ես վազելով, հաճույքով, երանույության գրկով ես այստեղ եկե կանգնել եմ, մեծը սխալվում ես դու։ Ոչ, սիրելիս, սա ինձ տրված է եղել սա անելու, վայ ինձ կլիներ, որ ես այս քայլերին չքնայի, այ իմ կյանքը կդառնար մի մեծն անեծք, սա տրված է ինձ, առաջինը սա տրված է ինձ իմ կյանքի և հոգու փրկության համար, հետո քո կյանքի և քո հոգու փրկության համար Աստծո խոսքով։ Ինչու եմ սա ես արձագանքում, որովհետև մի մտածեք, ուղղակի այս ամենը մարդուն հեշտ է տրված, ոչ։ Բայց ասում եմ, երանի այն մարդուն, ով կկատարի, վայ այն մարդուն, ով որ Աստծո հրամանը ուղղակի գետինս կգցի, սրանք այն նետերն են, կանգ առնելն է։ Պիտի անդադար կրակես փրկության նետը, չես կարող անհոգ լինել, պիտի ոչնչացնես թշնամուն, դու այն պիտի անդադար պատերազմես, ասել ես հոգևոր, ասել ես հավատացյալ, ասել ես քրիստոնյա, հանձնարարիր ամբողջ մի կյանք պատերազմ, լսիր ինձ ուշադիր, քրիստոնյա եղբայրս քույրս, Աստծո Քրիստոսի անունը առել ես բերանդ, հայտարարիր պատերազմ։ Եթե դու էլ չհայտարարես, այն մեկը, այն սատանան քնած չէ։ Հիշիր Հոբի պատմությունը։ Իսկ եթե չգիտես հիշել, ապա բաց ու կարտա։ Կանգ առնել այն արդեն իսկ պարտություն է։ Սիրելիներ, որտեղ մարդը կանգ առավ, նա չի շարունակելու այդ ճանապարհը։ Ուր էլ որ գնաս, եթե ինչ-որ միտեղ դու գնում ես, դու կանգ ես առնում, նշանակում է դու այդ այից բեն չհասար։ 3 անգամ կրակել այն քիչ է, իսկ կանգ առնել այն պարտություն է։ Հիմա ուզում եմ, որ դու հասկանաս, եթե դու պիտի պարտվելու ես 3 անգամ կրակելով և պարտվելու ես նաև կանգ առնելով։ Քեզ պետք է քայլել, պայքար մինչև վերջ։ Որովհետև սա երկրավոր թշնամի չէ, սիրելիներ, սա հոգու թշնամի է։ Սա փորձում է ամբողջ աշխարհի մարդկային հոգիները դժոխք կտանել։ Դուք հասկանում եք, որ նա կանգ չի առնում։ Երբ որ ինչ-որ երկրավոր պետություններ իրար դեմ պատերազմում են, այն պատերազմը սկսվում է եւ ավարտվում է։ Բայց այս հոգևոր ոլորտը սկսվել է Ադամից սկսած եւ այն չի վերջանալու մինչեւ երկրորդ Ադամի գալուստը։ Եվ սա պահանջում է անդադար պայքար։ Կանգնեցիր, կպարտվես։ 3 անգամ կրակեցիր, 3 անգամ բացեցիր Աստվածաշունչը, 3 անգամ խոսքը խոսեցիր, 3 անգամ խոսքը ինչ որ է, պարտվելու ես։ Դու պիտի լինես անդադար խոսքի և ուխտի մեջ։ Ես այսօր քեզ հորդորում եմ, ես գիտեմ, որ ինչ որ մեկը կա, որ կանգ է առել այսօր։ Ես գիտեմ, որ լսողներիդ մեջ ինչ որ մեկը կլինի, որ իր ճանապարհից կանգ է առել։ Դուք հիշում եք այն առակը Քրիստոսի սերմնացանի, ինչ որ մեկը միտեղ կանգ է առել։ Եվ ես հորդորում եմ քեզ, եղբայրս, քույրս, ով էլ ուզում ես եղիր, շարունակես այդ ճանապարհը։ Մի թույլ տուր այն օրը գա, որը որ շատ հասու է, մեր շատ մոտ է, որ շատ շուտով պիտի պեչատվենք մեր այր ձեռքին կամ մեր ճակատների վրա սատանայի 666-ը։ Մի թույլ տուր, որ դու այնքան պարտվես սատանայի առաջ, որպեսզի նա քեզ դարձնի իր ձեռքի մարիոնետը, մի թույլ տուր, հաղթիր նրան Աստվածաշնչով, հաղթիր նրան Սուրբ Հոգով, քայլիր անդադար Սուրբ Հոգու հետ եւ դու կտեսնես, թե ինչպես կկարողանաս հաղթել դու նրան։ Ես ասում եմ քեզ, հորդորում եմ քեզ, շարժվիր տեղիցդ, բավ է քնանաս, բավ է, այն քունը շատ անուշ է, բայց այն քունը տանելու է քեզ կործանման, այն քունը շատ դյուրին է, մարդիկ սիրում են մռափել եւ մենք այսօր մռափի մեջ ենք,
Բայց արթնացիր, շարունակիր քայլել։ Բավ է, կյանքդ պատկերացնես մի փափուկ բարձ։ Ժամանակներ են գալու, ասում է Աստվածաշունչ հայտնության գիրքը, որ մարդիկ պիտի ցանկանան մահանալ ու չեն կարողանալու։ Դու հասկանում ես դա։ Իսկ ես ինչ եմ ուզում քեզ ասել, որ հաղթիր սատանային։ Մի հաղթվիր նրանով երբեք։ Որտեղ տեսար, որ քո Տեր Հիսուս Քրիստոսը երկրի վրա կանգ առներ, որտեղ դու տեսար նրան կանգնելիս, նա ուներ միսիա, մենք բոլորս ունենք միսիա, սիրելիներ, մենք բոլորս ենք Աստծո որդի։ Եթե քեզ թվում է, որ միայն Հիսուսն էր Աստծո որդին, ասեմ քեզ սխալվում ես, նա ուղղակի առաջինեկն է Աստծո, եւ մենք հետո ենք ստեղծվել։ Եվ այս Հիսուս մարդը ինքը միտեղ չտեսանք, որ նա կանգներ։ Ես ասեմ քեզ, նա ոչ միտեղ ամբողջ իր ընթացքի մեջ կանգ չարավ։ Ետ չքաշվեց, չպարտվեց։ Նա ծնվեց փարախում, կենդանական, ծնվեց այնտեղ եւ մահացավ խաչի վրա, եւ այն ծնունդից մինչեւ նրա խաչը ոչ միտեղ Աստվածաշնչում չկա գրված, որ Հիսուսը իր գալու համար փոշմանեց, որ Հիսուսը իր ճանապարհը չցանկացավ շարունակել։ Այնտեղ, երբ որ նրան խաչը պիտի հանեին, նա ասեց. «Ինչ է, կարծում եք չեմ կարող Տիրոջը Աստծուն խնդրել հորը, որպեսզի նա գունդ հրեշտակներ ուղարկի ինձ համար։ Կարող եմ, բայց ասեց նա, ինչպես կկատարվի գրվածքը։ Չէ որ այն գրվածքն էլ էր ծնվել, ծնունդ առել եւ պիտի կատարվեր։ Եվ հիմա Եղիսեն մահացավ։ Ազգը հաղթվեց, բայց ինչու, ինչը դարձավ պատճառային։ Ինչը, այո, Հովասի կանգ առնելը։ Այո, սիրելիս, այն չի վնասում միայն քեզ Հովաս, այն վնասում է նաև քո ընտանիքին, այն վնասում է քո հարազատներին, այն կանգ առնելը վնասում է քո բարեկամներին, քո ընկերներին, ծանոթներին, այն վնասում է քո ազգին։ Պատկերացրեք ամեն մի հավատացյալ, որ կանգ առնի, ինչու՞մն է խոսքը։ Դու կարծում ես այսօր ես խոսում եմ միայն քեզ համար կամ ինձ համար։ Պատկերացրեք, որ ամեն մի հավատքի մարդ կանգ առնի եւ նետերը չուղարկի։ Ինչ կլինի այս աշխարհի վիճակը, ինչ կլինի մեր երկրի վիճակը։ Չեմ էլ կասկածում, որ այնքան են եղել կանգ առնողները, որ այսօր հասել ենք ծով Հայաստանից դարձավ մի բուրըն Հայաստան, բուրըն ընդամենը, սա մեր կանգ առնելու պատճառն է եղել։ Ասել ենք քրիստոնյա ենք, ասել ենք Քրիստոսին պաշտում ենք, բայց մենք Քրիստոսի խաչողներ ենք, եկեք ճիշտը խոսենք։ Հոգևոր կյանքը այն մենամարտ չէ, սիրելիս։ Հոգևոր կյանքը դու միայն քո հետ չես պայքարում, հիշիր միշտ քո դեմ կա Սատանա եւ քո դեմ կա թշնամի եւ կա հրոսակախումբ։ Ինչպես որ երկինքն է հրեշտակներով լի ու բազում, այնքան էլ դժոխքն է հրոսակախմբով եւ դիվային աշխարհով դևերով լի ու բազում։ Եվ ամեն մի դև ուղարկվում է մարդկային կյանքերը փչացնելու համար։ Դու գիտեիր, որ սիգարետը դև է, դու գիտեիր, որ խմիչքը դև է, ինչու ենք ասում ոգելից խմիչք։ Եթե այդքան հոգելից է նա, ինչու ենք նրան անունը դարձրել ոգելից, ոգիներով լեցված։ Մարդիկ խմում, արբում են, իրանց կանանցն են ծեծում։ Դա ինչ է։ Եթե դա սատանայական չէ, բա ինչ է դա։ Խայտարակվում են։ Եվ այսպես մենամարտ չէ հոգևոր կյանքը, սա հիշիր, սա գոյամարտ է։ Դու պիտի կարողանաս գոյատևել, դու պիտի կարողանաս սատանայի դեմ գոյատևել։ Եթե դու ընդհանրապես լինես մի ոմն մեկը պայքարող իր կյանքում, որ դու կունենաս քո այոն այո եւ ոչդ ոչ, հիշիր,
կարողանալու ես գոյամարտել եւ այդ գոյամարտը գնալու է մինչեւ քո կյանքի վերջին շունչը։ Դու չես կարող ուղղակի քեզ ապահովագրել մի տարի եւ հետո ասել դե հիմա հանգիստ կապրեմ, կուտեմ, կխմեմ, Աստված էլ ինձ կպաշտպանի։ Ոչ, որ պայից սկսած, որ դու Աստծուն բաց թողեցիր, այդ պայից սկսած թողնվելու ես Աստծուց բաց, պաշտպանություն չես ունենալու։ Աստծուն ճանաչիր։ Երբ որ ասում ենք գոյամարտ, երբ որ ասում ենք սա մենամարտ չէ, հիշեք միշտ Իսրայել ազգին, երբ որ Աստված ծովը ճեղքեց, ինչ կատարվեց այնտեղ, մարդիկ, ես միշտ ուզում եմ բացատրել ամեն մի հոգևոր մարդու, եթե դու հոգով շարժվող ես, եթե դու Տիրոջով քայլող մեկն ես, հիշիր մեկ բան, թշնամին քեզանում ոչինչ չունի։ Եթե քո ցանկապատը փակ է, եթե դու այն ցանկապատը չես բացել, թշնամին քեզանում ոչինչ չունի։ Նայեք, երբ որ Իսրայել ազգը Եգիպտոսից դուրս եկավ եւ թշնամին ընկել էր նրա ետևից կարկերով, Եգիպտոսը թագավորը, ասում է Իսրայել ժողովուրդը անցնում էր ծովի միջով, ծովը բացվել էր նրա համար որպես ճանապարհ եւ այստեղ ամբողջ մեկ գիշեր Աստվածաշունչը ասում է, որ կրակի սյունը, Աստծո ներկայությունը թշնամու եւ Իսրայել ազգի մեջտեղում էր։ Ասում է նա, թշնամու ետևում նա լույսեր տալիս, խավար էր գտնվում ամբողջ գիշեր, բայց Իսրայել ազգի մեջտեղում կանգնած Իսրայել ազգին նա լույս էր տալիս։ Ես ուզում եմ, որ դու հասկանաս, երբ որ դու քեզ թվում է, թե այդ գոյամարտը դու միայնակ ես տանելու, ոչ։ Դու այն տար, Աստված քեզ հետ է լինելու։ Կրակի սյունով գիշերը, ամպի սյունով ցերեկը, դու տեսնելու ես Տիրոջ աչքը, թե ոնց է նա ձեռքը դնում քո ձեռքի վրա եւ ասում զավակս, դու հաղթելու ես, բայց միայն ինձանով։ Այս գոյամարտը ես նորից կրկնում եմ, սիրելիս, սա հնարավոր է միայն Աստծո միջոցով։ Եթե դու Աստված չունեցար, ընկնելու ես։ Եթե դու Աստված չունեցար, կանգնելու ես։ Եթե դու եղար ուղղակի անունով հավատացյալ, մի օր էլ հասկանալու ես, որ դե ապրում եմ էլ ինչիս է պետք։ Ապրիր, մեկ օր էլ պետք կգա, մեկ օր էլ պետք է գալու, բայց ուշ է լինելու, սիրելիս, մեկ օր պետք է գալու, մեկ օր էլ դռները փակվելու են, այն պետքից ժամանակ փակվելու են դռները։ Եվ սա ուզում եմ, որ դու ստույգ հասկանաս։ Կաշտում եմ 22-րդ գլուխ 13 խոսքը։ Գնացեք, ասեց, գնացեք հարցրեք Տիրոջը ինձ համար, ժողովրդի համար եւ բոլոր Հուդայի համար։ Այս այն ժամանակներ, երբ որ Հովվասը արդեն չգիտեր ինչ աներ, ինչ որ մարդ ուղարկեց մի մարգարեու մոտ, այս գտնված գրքի խոսքերի համեմատ, որովհետև մեծ է Տիրոջ բարկությունը, որ բորբոքվել է մեզ դեմ։ Նրա համար նշում եմ, ուշադիր եղեք, որ մեր հայրերը չեն լսել այս գրքի խոսքերը, որ կատարեն բոլոր մեր մասին գրվածը։ Մեր հայրերը։ Սիրելիս, այս գրքի խոսքերը չեն կատարել մեր հայրերը։ Այս գրքի խոսքերը չեն լսել մեր հայրերը։ Երբ որ դու մեկ օր քաղաքում ինտերվյու էին անցկացնում մարդկանց հետ, հարցնում էին Քրիստոսի մասին ամեն մեկին Երևան քաղաքում, եւ այս մեկը պատասխանում էր այսպես, այն մեկը պատասխանեց այնպես, այս մեկն էլ պատասխանեց, ասեց, ուր էր Քրիստոսը, որ մենք դեռ քրիստոնյա ենք։ Ծիծաղելի էր այս պատասխանը, սիրելիս, ասեց, ուր էր Քրիստոսը, դեռ որ մենք քրիստոնյա ենք։ Չէ, ասեմ քեզ, դու ընդհանրապես Քրիստոսին չճանաչող մարդ ես, որովհետև քրիստոնեությունը սկսվել է Քրիստոս անունից։ Իսկ Քրիստոսը եղել է Հավիտյանս Հավիտենից։ Հիմա այսօրվա մեր հայրերը, նրանք ովքեր չեն ճանաչել խոսքը, չեն կատարել խոսքը, ինչ ես կարծում, ինչու է մեր երկիր այս վիճակի մեջ։ Ես չխոսեմ ուրիշ բանից, ես չխոսեմ անձից, մարդկային հիվանդություններից, ես չխոսեմ այս երկրի մեջ, որ ստատիստիկան հասել է աշխարհի ամենագերագնահատող թվերին, որպես ինֆարկտի երկիր, որպես քաղցկեղի երկիր։ Իսկ դա դու գիտեիր,
Դա դու գիտեիր, որ աշխարհի տակ միակ երկիրն է Հայաստանը, որտեղ ամենաշատն է թվերով քաղցկեղը եւ ինչ ասեցի սկզբից չեմ հիշում։ Մի խոսքով, դու լսեցիր այն ինֆակտը սրտի։ Մարդիկ ջահել մահանում են սրտի ինֆակտով։ Տղամարդիկ չեն հասցնում մինչև 38 տարեկան։ Պարկում են գիշերա չեմ նարթանում առավոտը։ Սրտի մահ, որն է դա սիրելիս, որն է դա։ Դա հենց այն անեծքն է, որ մեր հայրերը չեն կատարել գրքի խոսքերը, որ մեր հայրերը չեն կարտացել, իսկ եթե կարտացել են, չեն ապրել այդ գրքի խոսքով։ Եվ այսօր հայրերին չմեղադրենք, եկեք այն մեր գեներացիան, մեր ազգի այսօրվա վիճակը մենք խոսենք։ Մենք նա կատարում ենք, դու այն կատարում ես։ Չկարծեմ։ Տիրոջ բարգությունը բորբոքվում է եւ մարդիկ չեն լսում գրքի խոսքերը, այո, բորբոքվում է Տիրոջ բարգությունը, որովհետեւ այն տվել էր մեզ փրկության համար։ Երբ որ մենք փրկությունը ընձեռ չենք անում, ապա գալիս ենք հասնում ենք մի պահի, ոչնչանում գնում ենք։ Այս երկրից չհասկանալով էլ ինչի համար ենք եկել, ինչի համար ծնվեցինք եւ ինչի համար մահացանք։ Փաստորեն պարզվում էր, որ ուտել խմելու համար ենք ծնվել։ Գալու է մեկ օր, որ դատաստանը հնարավոր չի լինելու Աստծո առջև փափկացնել։ Ես վախենում եմ սրանից, մարդիկ, ես վախենում եմ։ Ես վախենում եմ այն իրական Աստծուց, որին որ ես արդեն 12 տարի փորձել եմ ճանաչել, որ նա, գիտեք, երբ որ նրա դատաստանը գալիս է, երբ որ արդեն նա մարդկանց այնքան հնարավորություններ է տվել, եւ այս մարդիկ այն չեն ընձեռնել, մեկ օր էլ նրա բարգությունը բորբոքվում է եւ դատաստանը հնարավոր չի լինում փափկեցնել, այնտեղի է ունենում։ Մեկ օր էլ Աստված հետաքրքրված չի լինելու այլևս քո կորուստով, կորչելու ես թե ոչ։ Մեկ օր էլ Աստծուն այլևս չի հետաքրքրելու, թե ինչպիսի կերպով դու կբնաջնջվես այս երկրի երեսից։ Դուք հասկացեք դա ստույգ, մարդիկ, Աստված էլ ունի իր ժամանակն ու ժամանակները։ Աստված տալիս է ամբողջ մեկ կյանք մարդուն ապաշխարելու, բայց մարդն էլ ամբողջ մի կյանք ունի Աստծուն ձեռնոց նետելու մեծ ցանկություն։ Երեմիա 8-րդ գլուխը։ Ասում է Աստված Երեմիայի բերանով. ես ուշադիր եղա եւ լսեցի, նրանք ուղիղ չեն խոսում։ Ով նրանք մարդ, ես եւ դու։ Մարդ չկա, որ զղջա իր չարության վրա եւ ասե, թե ես ինչ եմ արել։ Ամենը դարձել են իրանց ընթացքին իբրև ձի, որ արշավում է պատերազմում։ Արագիրն էլ անգամ օթումը գիտե իր ժամանակները եւ տատրակն ու կռունկն ու ծիծեռնակը պահում են իրենց գալու ժամանակը, բայց ասում է իմ ժողովուրդը չգիտե Տիրոջ իրավունքը։ Եթե այսպես չէ, ուրեմն գիտես։ Ասում է չգիտե իմ իրավունքը։ Գիտես որն է իրավունքը։ Իրավապահ Աստծո իրավունքը։ Դուք ինչպես եք ասում, թե մենք իմաստուններ ենք եւ թե Տիրոջ օրենքը մեզ մոտ է, ասում է դուք ինչպես եք ասում։ Հիրավի սուտացրել է դպիրների սուտ գրիչը, իմաստուններն ամաչեցին, զարուրեցին եւ բռնվեցան, ահա անարգեցին Տիրոջ խոսքը եւ էլ ինչ իմաստություն ունին։ Չէ, սիրելիս, եթե դու Տիրոջ խոսքը անարգող ես, ես կարող եմ պարզ քեզ ասել, դու իմաստուն չես։ Եթե դու կարող ես երկիր արարող Աստծո խոսքը իմաստազրկես, որն էլ անում ես, դու չես կարող իմաստուն գտնվել։ Իսկ ասում է, երկրավոր իմաստունը կարտա Հռովմայացիս գիրքը բոլորովին, ասում է։ Երկրավոր իմաստությունը սա դիվային մի ուժ է։ Ապստամբությունը, սիրելիս, երբեք չի կարողանալու
հպաշտանալ դատաստանի դիմաց, հիշեք միշտ։ Միշտ հիշեք, մեր ապստամբ իրավիճակը, մեր ապստամբ կյանքը, մեր ապստամբ էությունը անաստված, անսիրտ եւ հոգի երբեք չի կարողանալու հպաշտանալ դատաստանի դեմ։ Ամենաուշը գալու է այն ժամը, երբ որ մարդիկ ասելու են սարերին ին վրա ընկեք, գրված է Աստվածաշնչի մեջ, մարդիկ ասելու են սարերին մեզ վրա ընկեք, որպեսզի մենք չտեսնենք այն Սուրբի կրակոտ աչքերը եւ ներկայությունը, այո, ապստամբությունը չի կարողանալու հպաշտանալ։ Այն ազգը կամ անհատը, ով աննարգել է շարունակաբար իր կյանքում Աստծո խոսքը, այն դառնում է նրա կյանքում պատճառ կործանման։ Հիշիր, մեկ օր էլ կաս եւ մեկ օր էլ չես լինելու եւ արդեն շատ ուշ է լինելու։ Ժամանակները ետ բերել մենք չենք կարող։ Ես ասում եմ քեզ, այսօր եւս մեկ անգամ կասեմ, դու ապրում ես միջանկյալ գոտում։ Հիշիր սա ընդմիշտ։ Մեծն խորհուրդ երկնքից, դու մարդ ծնվել ես, քեզ տրվել է հնարավորություն միջանկյալ գոտում, որպեսզի դու կարողանաս ընտրություն անես։ Քո ընտրությունն է կամ երկինք, կամ դժոխք։ Դու ուրիշ ընտրություն չունես, երկրավոր այս ունային կյանքում հասկացիր, հավիտենական չես կարողանալու ապրես։ Սա ժամանակավոր ընթացք է քեզ տված, որպեսզի դու հասկանաս, որ չցանկանաս դժոխքի դռները գրկել, հասկանաս, որ երջանկությունը լույսն է, սիրելիս։ Շատերն ասում են դժոխք, գիտես, բավական է մեկ բան, որ այնտեղ Աստծո ներկայություն չկա։ Ես ուրիշ բաների չեմ էլ խոսում, քեզ չեմ էլ վախեցնում, բայց այն իրական է։ Այնտեղ Աստծո ներկայություն չկա։ Այնտեղ Սուրբ Հոգի չկա, որ քեզ կարեկցի։ Այնտեղ չկա այն մեկը, որ գոնե այն քո նեղության օրերիդ, որ հիշում ես Աստծուն, գոնե այդ ժամանակ քեզ կարեկցի չկա։ Այնտեղ քեզ կարեկցելու է Սատանան։ Վայ, ասում է Հայտնության գիրքը, վայ նրանց, որ կգտնվեն դժոխքում, ու ասում է երանի նրանց, ովքեր կժառանգեն Քրիստոսի գոգը։ Եվ հիմա կործանման ենթակա է այդ անձը, այդ տվյալ անձի համար կա մեկ օր, որ այլևս Տիրոջը գութը չի շարժվելու սիրելիներ։ Եվ օրինակ եմ բերում Նոյան տապանը, ես ուզում եմ, որ դուք դա ստույգ հիշեք, երբ որ առաջին աշխարհը կործանվեց, ինչ էր անում այս Նոյը, այս հավատացյալ Նոյը խենթ էր։ Ես էլ եմ խենթանում նրա խենթության վրա։ Նա կառուցում էր մի տապան 100 տարիներ շարունակ։ Նա լսել էր Աստծո խոսք, Աստծո ձայնը, որ Աստված ասել էր. երկիրը պիտի վերացնեմ, ոչնչացնեմ։ Եվ այս Նոյը կառուցում էր տապանը, ես խոսքից հետո վերջում, երբ որ խոսքը կհասնի YouTube-յան էջի վրա, սիրելիներ, ես ձեզ կգծեմ մի փոքր վիդեո Նոյան տապանը, որ կառուցվել է իրական ինչպես որ այն եղել է Ամերիկայում, եւ դուք այն կնայեք նրա մեծությունը եւ հսկայությունը։ Եվ այս Նոյը 100 տարիներ շարունակ կառուցեց իր որդիներով այդ տապանը, եւ 100 տարիներ շարունակ մարդիկ հետաքրքրված են միշտ, հարցնում էին. ինչու ես դու այս խենթությունն անում։ Եվ Նոյը նրանց քարոզում էր, ասում էր, որ Աստված պիտի երկիր առաջի աշխարհը վերացնի, ոչնչացնի։ Եվ 100 տարիներ քարոզությունը լսելուց հետո, երբ որ ասում է Նոյը մտավ տապան, եւ դռները փակվեցին, բայց ասում են տապանի ներսում 8 հոգի մարդկությունն էր, որ փրկվեց, եւ դա Նոյի ընտանիքն էր։ Եվ ասեմ քեզ, մարդը այնքան սրամիտ է, որ ինքը չի հասկանում, որ այս աշխարհի տակ կա կենդանի, որոնք ունեն այնքան ուժեղ ինստինկտ, որ կենդանիներն ասում է, իրենք իրենցով գալիս էին, մտնում էին տապան։ Գիտես, սիրելիս, կենդանին, որ կենդանի է, նա շնչավոր է, նա հոգի չունի, նա փրկվելու ցանկություն ունի, բայց դու որ ունես հոգևոր մի կյանք, Աստված քեզ տվել է հոգի, իր պատկերով է, բայց դու անգամ կենդանու մակարդակը մենք չենք կարողանում ժառանգել։ Կենդանին ուզում է փրկվել, իսկ դու ոչ։ Ինչու՞։ Ասում է 100 տարի քարոզվեց մարդկությանը չար, որ պիտի Նոյան տապանը կառուցվեր եւ պիտի
40 օր ու գիշեր անձրև կար, բայց մարդիկ արի ու տես անարգեցին խոսքը, չհավատացին, ծիծաղեցին, թե նոյին ծաղրեցին, թե նոյի ընտանիքին, թե Արարիչ Աստծուն, այո, դու ես այսօր ծաղրում ենք բոլորս, ինչ է սա որ բացվել է, ինչ է որ սա խոսում է, խոսք է, մեկի համար փրկություն, երկրորդի համար դատաստան, բայց սա խոսքն է, Աստծո խոսքն է, բայց ես ընդունել եմ իմ կյանքի փրկությունը սա, ինչու դատվեմ, ավելի լավ է ես ինքս ինձ դատեմ եւ ոչ թե իմ Տիրոջից դատվեմ, այո, սա է փրկության խոսքը, եւ եկեք Ղովտից խոսենք, ով էր Ղովտը, Սոդոմից ու Գոմորից, այսօր ճիշտ ապրում ենք Սոդոմում եւ Գոմորում, ինչ ասես որ կատարվում է այս երկրի մեջ, ես Եվրոպաներում այսպիսի բան չեմ տեսնում, ինչ այս հողի վրա եմ տեսնում, բոլորը դարձել են միանման, չեմ ուզում խորանամ, միտքս փոխվի, եւ Ղովտի ժամանակ ասում է, Ղովտը, քանի որ Աստված նրանց հնարավորություն էր տվել կրակից ու ծծմբից փրկելու, Ղովտը իր փեսաներին ասեց, եկեք դուրս պիտի գանք, հրեշտակը մտել էր Սոդոմ եւ Գոմոր, ասեց, մինչեւ որ դուք դուրս չգաք այստեղից, մենք չենք կարող կրակ եւ ծծումբ ուղարկել։ Եվ ասում է փեսաները ծաղրում էին Ղովտին, այո, այսպիսի փեսաներ շատ կան, որ այսօր ծաղրում են, ծաղրիր սիրելիս։ Ծիծաղողը մի հատ լավ խոսք կա, վերջում է ծաղրելու։ Եվ այսպես Ղովտը իր ընտանիքի հետ փրկվեց, բայց ամբողջ Սոդոմը եւ Գոմորը կործանվեց ծծումբյով եւ կրակի տակ։ Եվ մենք այդ ժամանակների մեջ ենք ապրում, ծաղրվում ենք, այո, թող ծաղրվեմ մարդուց, բայց գիտեմ մեկ կարևոր բան, որ առանց վախի քարոզել եմ քեզ խոսքը, թող ծաղրեն ինձ, թող անարգեն, բայց գիտեմ մեկ բան, ոչինչ ոչ փափկացրել եմ, ոչ փոքրացրել եմ, ոչ ես ստել եմ քեզ, ճշմարտությունը միշտ էլ ցավոտ է սիրելներ, ով կարող է դիմանալ ճշմարիտ խոսքին, դու չես կարող, ես էլ չեմ կարողացել դիմանամ, դրա համար էլ փոխվել է կյանքս։ Առակաց 3-րդ գլուխ։ Յոթը ութն եմ կաշտում։ Ասում է, դու քո աչքի առաջին իմաստուն մի լինիր, վախեցիր Տերիցը և հեռացիր չարիցը։ Պատվիր Տիրոջը, կներեք, սա առողջություն կլինի քո մարմնի համար և պարաշտություն քո ոսկորներին։ Ինչը, քո աչքին իմաստուն մի եղիր մարդ։ Ասում է, վախեցիր Տերիցը։ Եվ ասում է, սա այս վախը երկյուղը քո մարմնին ոսկորներին կլինի պարաշտություն, սա է, մենք ինչու պարաշտ չենք, ինչու է ցավում մեր ամբողջ տեղերը, ինչու ենք մենք այսքան նգուն եղած և հիվանդակար, ցավակար, օր չկա որտեղ չցավա, ինչու, որովհետև մենք մեր աչքին իմաստուն ենք, բայց Աստվածաշունչը ասում է պատվիր Տիրոջը, վախեցիր Տերիցը, սա է, մեր մարմնի և հոգու պարաշտությունը, միշտ հիշիր։ Ասուն համենայն դեպս պետք է քո փշրված և կոտրված սիրտը։ Քանի դեռ մենք հապաշտությունով լեցված ենք, դե գիտես ով եմ ես, Աստված իմ, ես ոմն մեկն եմ, որ այս աշխարհում հասել է որոշակի բաների, ճանաչված անունով, գրակետ, ես չգիտեմ ինչ ասեմ, բայց Աստծուն այսպիսի մարդիկ պետք չեն, Աստծուն գիտես ովքեր են պետք սիրելներ, Աստծուն պետք են այն մարդիկ, ովքեր որ կոտրված են, ովքեր որ ընկած են, ովքեր որ նկուն են եղած այս աշխարհի հոսքի տակ, ովքեր որ ատեցին այս աշխարհի ամեն մի դիրքն ու վարքը, այդպիսի մարդկանց է պետք Աստծուն, այդպիսի մարդիկ են Աստծուն պետք, փշրված հոգի սիրտ, գիտես որն է, դու դեռ փշրված չես, բայց ասում եմ քեզ, Աստված գիտի Աստծուն փշրել, Աստված գիտի մարդուն կներեք փշրել, Աստված գիտի մարդուն իջացնել, եւ ասեմ, մինչեւ որ Աստված մարդուն չզրոյացնի, չհասցնի
այդ փշրված մակարդակին, այդ մարդը չի դառնա երբեք Աստծու մեջ անհատ, չի դառնա, դա հնարավոր չէ։ Երեմիա 6-րդ գլուխ 13-14 Որովհետև նրանց պզդիկիցը մինչև նրանց մեծը բոլորն էլ շահի ագայ են և մարգարեիցը մինչև քահանան բոլորն էլ ստաբաններ են և իմ ժողովրդի աղջիկա վեր կբժշկում են թեթև կերպով լսեք ուշադիր Աստծո մարգարեական խոսքը որ այսօր ի գործ է դրված ասելով խաղաղություն քանի որ խաղաղություն չկա փոքրից մինչև մեծը ասում է շահի ագահ է ինչ է այդպես չէ այսքան շահամոլ ազգ այսքան շահասեր ազգ ասում է քո հանդեպ ես անշահախնդիր եմ բայց երբ որ այդ բարի շուրջը ես մտահոգված մտածում եմ ասում եմ ինչ է նշանակում անշահախնդիր այն մարդն է ով որ նվիրված է առանց շահի դու կարող ես լինես Աստծո հանդեպ անշահախնդիր ուղղակի նրան տաս բայց չուզես սա է անշահախնդիրը բայց Աստվածաշունչը ասում է փոքրից պզդիկից մինչև մեծը շահի ագահ է եւ այսօր սա շատ դիպուկ է մեր ազգի ամեն մարդկային ռասայի եւ էության համար շահախնդրությունը այո Աստծո ծանր դատաստանը հին ուխտում այն քեզ համար զգուշացում է եղել միշտ Աստված դատել է մարդկանց տարբեր կերպերով, ազգային տեսքով, մարդկային տեսքով, անհատի տեսքով։ Նրա դատաստանը եղել է շատ ծանր ֆիզիկապես։ Մարդիկ քարկոծվել են, մարդիկ վառվել են հին ուխտում։ Աստված զարկել է մարդկանց անհնազանդության պատճառով, զարկել է հիվանդություններով, զարկել է սուրով, զարկել է ժանդախտով, զարկել է սովով։ Սա եղել է հին ուխտում եւ զգուշացնում է այն, որ Աստված եթե իր ազգը չգտած, իր Իսրայել ազգը նայեք մարդիկ, սա մի գեղեցիկ պատմություն է, ես ամեն ժամանակ որ կաշտում եմ, համ հիանում եմ, մի կողմից հիանում եմ, իմ հիացքումունքը նրանում է, որ թե ինչպես Աստված սիրեց իր առաջնեկ ազգին և սիրելու է մինչև աշխարհի վերջը, երկրորդը բարկանում եմ, թե ինչպես կարող էր մի ազգ, դու, ես ասեմ ազգ, դու վերցրա քեզ, մի ազգ, ով որ այդքան հրաշքներ բազում տեսավ եւ ապրեց, այդքան կարողանար ամբոստանալ Աստծո դեմ։ Բայց այս ամենը ասում եմ, եթե Աստված իր ազգը չգտած եւ դուք եթե կաշտակ այդ հին ուխտը, թե ինչպես նրանց Բաբիլոն թագավորը, ինչպես նրանց տարավ Բաբիլոն, վառեց ամբողջ Երուսաղեմը, քանդեց նրանց տաճարը, Սողոմոնյան տաճարը։ Եվ այս ամենը անգտությամբ Տերը թույլ տվեց։ Տերը հանեց Բաբիլոն թագավորին, այնտեղ գրված է միտեղ մարգարեների մեջ. Ես քեզ պիտի հանեմ իմ ծառա, որպեսզի դու իմ ազգը, դու իմ ժողովուրդը, դու իմ տաճարը բնաջնջես։ Նորից կրկնում եմ, եթե նա իր ազգը չգտած եւ արեց, ապա ով ենք մենք։ Ով ենք մենք, այսօր մենք ասում ենք քրիստոնյա, բայց հավատացած եղեք, Իսրայելում ամեն մի եվրեյ ինքը մեկ ուրիշ ձև է պաշտում Աստծուն, մեկ ուրիշ ձև։ Նրանք դեռ հին ուխտի օրենքի մեջ են, բայց նրանք պահում են օրենքները։ Դրա համար էլ այդքան օրհնված են։ Ով կարող է Իսրայելի դեմ։ Ով կարող է։ Իսրայելն է բոլորի դեմ։ Դե դու արի ու ասա, թե ինչու ենք մենք այսքան նկուն եղած։ Ինչու։ Ես ասեմ գախնիկը, բանալին, դու ուղակի անուն ես գրում Քրիստոսի, իսկ Քրիստոսից քեզ անում ոչինչ, ոչ եղել է, ոչ կա, հուսով եմ կլինի։ Եվ Երեմիա 6-7 խոսքներ եմ ուզում կարդալ սիրելիներ, այստեղ ասում է, ինչպես որ ջրորը բխխում է իշ ջրերը, նույնպես էլ նա բխխում է իշ չարությունը, նրանում զրկանք կա, հափշտակություն է լսվում, իմ առաջին կան միշտ ցավ եւ հարված։ Եվ հիշեք միշտ մարդիկ, ամեն ինչ որ դու երբևիցե կանես մարդուն ու քեզ կթվա, որ մարդը չտեսավ,
չլսեց, դու ստեցիր, դու խաբեցիր, դու գցեցիր, դու ինչ որ մի բան արեցիր, որ այդ մարդը չտեսավ, դու կարող ես ստել մարդուն։ Բայց Աստված ամեն ինչ տեսնում է եւ նորից այստեղ ասում է բբխում է ջրերի նման մեր չարությունը։ Երբ որ մենք ազգ հասկանանք, որ որքան չար ենք, կիսված ենք երկու մասի, այծերի եւ գառների, կիսված ենք երկու մասի, եւ սա էլ հենց այդ չարությունն է, որ մենք պիտի լինենք միամարմին, բայց մեր պետությունը, մեր ազգը կիսված է, չար է, ու այդ չարությանը մեզ տարել է շահախնդրությունը, տարել է ֆինանսը, շատ ունենալը, այնքան ունենամ, որ դրան տակ ծածկվեմ ես, հասկանում ես, դա էլ չի օգնելու, իրականում չի օգնելու, շուտով վերջացնում եմ, ազգը ապստամվեց, Հովասի ժամանակ ապստամվեց ազգը և իրոք հաղթվեց թշնամուց և նրա վերջը դատաստան դարձավ։ Վերջը այն էր, որ առաջնահերթ Իսրայել ազգը պատերազմեց, կներեք, ասորիները պատերազմեցին Իսրայելի հետ և բնաջնջեցին և որքանով որ կարողացան տարան Ասորեստան և երկրորդն էր Բեռնադատ թագավորն էր, որ վերջնականապես ավիրեց քաղաքը, երկիրը, տաճարը և այսպես 70 տարիներ մնաց այդ երկիրը մինչ Քրիստոսի գալուստը այդպես վառված և փչացած։ Գրված է Աստվածաշնչի մեջ, վտանգավոր ահարգու դատաստանը այն է, որ մենք այսօր այն տեսնում ենք, մենք այսօր այն պարզ տեսնում ենք, Աստվածաշնչի մեջ գրված է, 1/3 կմահանա սովից, սա դատաստան է, սիրելիներ։ Ինչ եք կարծում, երկրի վրա երբ որ աշխարհի մեջ 1/3 սովից այսօր մահանում է, ինչ է դա։ Աստծո գութը թույլ կտա մարդը սովից մահանա, ոչ, իսկ Աստծո դատաստանը ասեմ քեզ, այո, թույլ կտա, որ մարդը սովից մահանա։ Սա երկրավոր այն չարության պատճառն է, այն ցանածի հնձանն է, որ մենք այսօր հնձում ենք։ 1/3 ասում է կմահանա սովից։ 1/3 հիվանդությունից, երբևիցե դու տեսել ես աշխարհի մեջ այսքան տարածված քաղցկեղ հիվանդություններ, ինչը որ այս վերջի, չեմ ասում շատ, 10 տարիների ընթացքում է։ Դու այն տեսել ես առաջներում, որ մարդիկ 80-ից 70-ից շուտ մահանան, չես տեսել։ Մաղվում են մարդիկ տարբեր հիվանդություններով։ Ու գիտեք, հետաքրքիրը այն է, որ երբ որ տեսնում ես այս մեկը մահացավ կամ այն մեկը, այդ մահացու դեպքերի մեջ բացարձակ երիտասարդությունն է։ Ասեմ, մի երևի մինչև 50-ը չհասած մարդիկ են դրանք։ Շատ քչերն են այսօր ծերերը, որ մահանում են, տեսնում ես, որ նա ծեր մահացավ։ Եվ այսպես մարդիկ հիվանդություններից ամբողջ աշխարհի մեջ, ընդհանուր Հայաստանում ավելի շատ մահվում են մարդիկ։ Երրորդը այն սուրն է, ասում է աշխարհի 1/3 սուրից կմահանա։ Սուրը գիտեք որն է։ Սուրը ասեմ ձեզ, դա պատերազմներն են։ Սուրը դա ընդհանրապես հակառակություններն են։ Սուրը ըմբոստությունն է մարդկային։ Մենք նաև պետք է հասկանանք, որ մարդիկ այնքան են ըմբոստացած, որ կարող է ինչ որ մեկը ճանապարհով անցնելիս լինի, այն մեկը, այն տերորիստը ուղղակի իր հրազենով կարողանա մի քանի հայրուրավոր կամ տասնյակ մարդկանց կյանքերը խլի։ Եվ սա գալիս է նաև դատաստանից մարդիկ, որովհետև այս տեսակ մարդիկ, երբ որ մահանում գնում են, նրանք ապրում էին, նրանց մոտ ամեն ինչ կարգին էր, մինչև 3, մինչև այսօր առավոտյան, եւ տեսնում ես, որ վայրկյանների հաշիվ մարդկային կյանքերը խլվում են։ Ես շատ անգամներ եմ ասել, մարդիկ, երբ որ մենք մեր աչքերը իրականում բաց անենք եւ նայենք շուրջ բոլորը, մենք չնայենք միայն մեր կյանքին, մեր, ասենք, այնինչ որ ունեմ ես, այնինչ որ ես հրապուրված եմ այս պահին, ամեն ինչ կարգին է, աշխատանքս կարգին է, ֆինանսս կարգին է, ոչ, այդ պիտի չնայենք, մենք պիտի նայենք ընդհանուր աշխարհի դիրքը, ուր է մեզ տանում այս աշխարհը, եւ մենք կտեսնենք ու կհասկանանք, որ այն փակ աչքերը երբ որ բացվեն, որ այսօր կատարվում է իրականում Աստծո դատաստանը, ինչպես որ կատարվել է առաջին Նոյի ժամանակներում, ինչպես որ կատարվել է Ղովտի ժամանակներում, ինչպես որ կատարվել է Իսրայել ազգի ժամանակներում։ Նայեք,
Մի գիշերվա մեջ միլիոնավոր մարդիկ են կործանվում, հազարավոր մարդիկ են մահանում սովից, տարաժամերից, սուրից, պատերազմներից, մարդիկ, ովքեր որ պիտի ապրեին այս երկրի վրա և ժամանակ ընձեռնեին Աստծուն ճանաչելու համար, բայց այս մարդկանց համար այսօր ուշ է։ Գիտեք ինչու, որտեվ սատանան այնքան միամիտ չէ, այնքան խորամանկ է, նա գիտի, որ նա պիտի շտապի մարդկանց դեպի դժոխքը տանելու, որովհետև մարդու կյանքում գալիս է մեկ օր, որ մարդը կարող է իր առողջ մտածելակերպով, ծերունի հասակով հասկանա, որ նա Աստծո կարիք ունեցել է ու չի վերապահել Աստծո հետ ապրելու։ Գիտեք, առաջներում ընդհանրապես այսպես է եղել մարդիկ։ Ես շատ ծերունիների կյանքում փորձել եմ հասկանալ նրանց ապրած կյանքը, դե վերջնականապես 2001 թվականից աշխատել եմ ես ծերանոցում, մինչև այսօրս աշխատում եմ, եւ նրանց հոգեբանությունն այսպիսին է։ Նրանք ապրում են իրենց կյանքով եւ գալիս է իրանց ծերության հասակը եւ նրանք հասկանում են, որ ինչ որ մի բանի մեջ թերացել են նրանք։ Եվ ամեն մի ծեր, կին թե տղամարդ, վերջի ժամանակների մեջ ինքը զգում է դա։ Աստված դնում է ծերուկի սրտի մեջ, որ դու առանց Աստծո ես ապրել։ Եվ այդ տվյալ մարդը վերջի վերջո հասկանալով, Աստծուն դառնալով մահանում է։ Բայց այսօր մարդիկ չեն կարողանում ծերանալ։ Դուք հասկանում եք, որ այսօր սատանան շտապում է մարդկային հոգիները դժոխք տանելու, որովհետև նա լավ գիտի, մինչև որ մեր ծերության հասակը, երբ որ մենք պիտի մահանանք,ից հետո կարողանանք գտնել Աստծուն, բայց սատանան շտապում է։ Ես դրա համար եմ ասում։ Մեր կյանքը իրականում չգիտենք մենք վաղը կարթնանանք, չենք կարթնանա։ Մենք չգիտենք այս պատերազմը Իրանում եւ Ամերիկայում ինչքան կսրանան, մինչեւ որ կհասնի եւ վերջը ինչ է լինելու այս երկրի վիճակը, մեզ պետք է չի մտածել ինչ է լինելու, մարդիկ ինչ ճիշտ հասկացեք։ Հոգեվոր մարդը պետք չի որ մտածի շատ պոլիտիկայով։ Օրինակ ես տանել չեմ կարող պոլիտիկան։ Ես երկնքի ժառանգորդ եմ եւ ինձ հետաքրքիր է միայն երկնավոր պոլիտիկա։ Բայց մենք պիտի հասկանանք, թե գոնե որ ժամանակների մեջ ենք, Տեր Հիսուսը խոսել է այդ ժամանակների մասին։ Եվ մենք այսօր պարզ տեսնում ենք աշխարհի մարդիկ վերանում են այս 3 մահկանացու վիճակներից՝ սովից, սուրից եւ ժանդախտից։ Ինչու է երկիր այսքան նկուն եղած։ Երբևիցե տեսել ես դու երկիրն այսքան նկուն եղած, չէ՞ սիրելի մարդիկ, այսպես երբեք չի եղել։ Այսօր գիտեք մի հրաթիռը ուղարկում են եւ այդ հրատիրը կարող է հազարավոր մարդկանց կյանքեր խլել վայրկյանների հաշիվ։ Առաջներում այդպես չի եղել։ Առաջներում եղել են հրացաններ, ինչ որ մի տեսակ ուրիշ կերպ է եղել պատերազմները, բայց այսօր ահարկու ահռելի է դարել։ Միջուկայի զենքերը մենք չգիտենք, որ մի թագավորը, որ մի դիկտատորը, որ մի անտիքրիստոսի ոգի ունեցողը, ես այսպես ասեմ, որ խիղճս հանգստանա գոնե մի փոքր կփորձի իր ձեռքը տանել իր միջուկային զենքին, մենք չգիտենք։ Եվ հիմա վերջին ժամանակները դրա համար էլ աշխարհը նկուն է եղած։ Աշխարհը նկուն է եղած, աշխարհը տեսնում է, աշխարհը լսում է, բայց աշխարհը չի դառնում նորից Աստծուն։ Սա է ցավալի փաստը։ Որովհետև գրված է Աստվածաշնչի մեջ, վերջի ժամանակներում սերը կսարի։ Ես ուզում եմ նախապես ձեզ զգուշացնել, որ մենք ապրում ենք այն ժամանակների մեջ, որ սեր, ագապե սեր, հասկացողությունը չկա։ Եթե այս երկրի վրա գոյություն ունի մի տեսակ սեր, որի անունը կարող եմ ես հավասար կիրք, այդ կիրքը մահացու է եւ հանգչող է այն։ Սեր գոյություն չունի, ոչ ծնողը երեխայի հանդեպ, եւ ոչ երեխան ծնողի հանդեպ, ընդհանրապես, ոչ մի բարեկամություն, հարազատություն, ընտանի անդամներ իրար հանդեպ վարվում են անսիրտ, անսեր։ Ով ինչ ուզի կանի, այսօր մենք այդ դարն ենք ապրում, ինչպես ուզի կանի, ինչպես ուզի վիրավորի կանի, սերը սարչել է, անօրենությունը կմեծանա, դու երբևիցե տեսել ես սրանից ավելի մեծ անօրենություն այս երկրի վրա, ինչ որ այսօր է, չէ սիրելիս, Սոդոմն ու Գոմորն էլ այսպես չի եղել, ինչ որ այսօր է, Նոյան ժամանակների այդ պղծություններն էլ այսօրվա նման չեն եղել, տհաճ է, շատ տհաճ է այս աշխարհին նայել հոգևոր աչքերով, որպես հոգևոր անձ մեկ-մեկ նայում եմ ես մարդկանց ասում եմ, Աստված իմ ասում եմ, մարդը ինչպես է թույլ տալիս, որ իրեն այսպես աղավաղեն։
Սա էլ է մի տեսակ պատերազմ։ Սա էլ հիբրիդային պատերազմ է։ Դուք գիտեք, պատերազմը միայն սորը չէ, դանակը չէ։ Հիբրիդային պատերազմ ունենք, որ այսօր ցանցերում տարածված է գարշահոտությունը, ով ում մասին ինչ ուզի, ինչպես ուզի խոսի, սա էլ մեկ ուրիշ պատերազմ է։ Ինչու՞։ Որովհետև սերը սառել է, անօրենությունը մեծացել է։ Ցանկացար ապրել Աստծով ու չապրեցիր։ Չէ, դու ցանկանում ես ապրել Աստծով, դու ուզում ես, բայց ընտրում ես միշտ սատանայի ճանապարհը։ Հասկանում ես։ Դու ուզում ես ասում, բայց ընտրում ես սատանային։ Հասկանալի դարձավ միտքս ամփոփել։ Բոլորս ենք ուզում Աստծուն, բայց գալիս է պահ, որ ընտրում ենք սատանայի ճանապարհը։ Եվ գալու է մի շատ կարևոր օր եւ պահ։ Սա մեզանից այլևս այդքան հեռու չէ։ Ճիշտն ասած, մարդիկ, ես չեմ ուզում ինչ որ մեկին ասել, Հիսուսի գալուստը այսօր է կամ վաղն է, ոչ։ Ես չեմ ուզենա անգամ Քրիստոսից գալուստը այնքան էլ որ նրան պաշտում եւ սիրում եմ ու սպասում եմ, բայց չեմ ցանկանա ինչի։ Որովհետեւ այն պահից սկսած, երբ Հիսուսը հայտնվի երկրորդ անգամ, ոչ մի մարդ այդ պահից սկսած հնարավորություն այլևս չի կարող ունենալ։ Դրա համար թող Հիսուս այսօր եւ վաղը չկա, թող մարդիկ ապաշխարեն, թող մարդիկ հասկանան Աստծո կարիքը, հասկանան Աստծո կամքը, հասկանան ապաշխարությունը իրական, որովհետեւ այն օրը գալու է, այն օրը գալու է սիրելիս, այն օրը գալու է քույրս, եղբայրս, որ կանգնելու ես Քրիստոսի աչքերի առաջ եւ նա հարց է տալու քեզ. Կար մեկ բան, որ ես քեզ համար չարեցի։ Կար մեկ բան սկսած Ադամից սկսած, որ ես քեզ համար չարեցի։ Իսկ դու պապանձվելու ես։ Գիտես ինչու ես պապանձվելու, որովհետև նա հիշեցնելու է քո կյանքի ծնունդից մինչև այդ պահը, թե որքան հնարավորություններ ես դու ունեցել ապաշխարելու, թե որքան հնարավորություններ ես դու ունեցել Աստծուն դառնալու, փրկվելու, փրկելու նաև, բայց չես ընձեռնել, որովհետև ընտրելով Աստծուն քայլել ես անօրենի ճանապարհը։ Եվ այսօր ես ամբողջ իմ հոգով ուզում եմ, որ դու այս պատգամը ընդունես քո մեջ։ Մարդիկ, սիրելիներ, կյանքը մեզ տրված է այսօր։ Թե վաղը ինչ կլինի, թե վաղը ինչ կձեռնարկվի, մենք դեռ չգիտենք։ Ապագան մեզանից թաքնված է, փառք Աստծո, որ թաքնված է։ Դու չէիր ուզենա Քրիստոսի նման իմանայիր աշխարհ գալուց, թե ինչպես պիտի տանջվես, տարապես եւ խաչը ելնես։ Դու այն չես էլ իմանա։ Այն թաքնված է քեզանից, բայց ուզում եմ, որ այսօրվա օրդ, քանի դեռ դու ունես հնարավորություն Հիսուս Քրիստոսին ընդունելու, քանի դեռ ունես հնարավորություն քո զղջումդ ապրելու եւ վերադառնալու Աստծուն, ես ուզում եմ ամբողջ իմ սրտով, որ դու այն ընդունես եւ անես եւ չհամարես այն շատ, որովհետեւ նորից կրկնում եմ, մենք չգիտենք մեր կյանքում ինչ է լինելու վաղը, ընդհանրապես չգիտենք մեկ ժամ հետո, եւ ես ամբողջ իմ սրտով ուզում եմ, որ դու այս պատգամը ընդունես քո սրտի մեջ, եղբայրս, քույրս, եւ փորձես հասկանալ, որ ամեն ժամանակավորը վերջացող է եւ սկսվելու են հավիտենությունը մեր կյանքում, թե որտեղ այն կսկսվի, ընտրությունը քեզ է տրված եւ Տերը Աստվածը Հիսուս Քրիստոսը տվել է իր կյանքը խաչի վրա, որպեսզի դու հասկանաս, որ կա հարություն, կա երկնային կյանք, կա երկինք եւ սա է Տիրոջ պատգամը քեզ, ուղղակի ընդունիր այն եւ հասկացիր։ Վերջին երկրպագությունս Տիրոջը եւ վերջացնում եմ։
Փորձիր նրան սիրես ու պաշտես, սիրելի անձ, փորձիր ուղղակի գրկվել նրան։ Հիմա մենակ անոթն քեզ եմ գալիս իմ բարեկամ, ով ուզում է ինչպես ապրեմ ես առանց քեզ, Ռաբի, 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 ինչպես ապրեմ ես առանց քեզ, այդ քո սերն էր, որ գտնում ես, այդ քո սերն էր, որ գտնում ես, խաչի ճամփան ուրը լտանի, միայն լինեմ քեզ արժանի, հոգիս տալիս Հիսուս կանչեմ, խոցված ձեռքերի մեջտեղ հանչեմ, ինչպես ապրեմ ես առանց քեզ, Հիսուս, 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 ինչպես ապրեմ ես առանց քեզ, այդ քո սերն էր, որ գտնում ես, այդ քո սերն էր, որ գտնում ես։ Այո, Քրիստոսի սերը գտավ քեզ, ոչ թե քո հակումը նրա հանդեպ, այլ Քրիստոսի սերը։ Եվ ուզում եմ, որ դու հասկանաս երբեք այս աշխարհի մեջ, մարդկության մեջ չկա հասկացողություն սեր, որ այն լինի միակողմանի, չկա սեր հասկացողություն, որ սիրես, չսիրվես, կամ սիրվես ու չսիրես, սիրելի սերը մի բան է, ագապե սերը մի բան է, որը նախապայմանավորված է պատասխանով, գիտեք, այո, Տերը սիրեց քեզ, Տերը փնտրեց քեզ, Տերը գտավ քեզ, Տերը ընդունեց քեզ, ինչպիսին որ կաս, մեղավոր, անարգված, ճնշված, մոռացված, աչքից գցված, թե հպարտ, Տիրոջ սերը
սիրեց քեզ։ Տիրոջ սերը ցանկացավ փրկել քեզ։ Եվ այսօր ուզում եմ ես քեզ այն սիրո պատգամը քո սրտի մեջ դնել։ Քույրս եւ եղբայրս, ընդունիր այն սերը քո կյանքի մեջ, որպեսզի կարողանաս փրկվես։ Ընդունիր այն սերը քո կյանքի մեջ, որպես պատասխան տալով սերով, որպեսզի դու կարողանաս փրկվել։ Մինչև դու չտաս այն սիրո պատասխանը, մինչև դու չասես Տիրոջը, Տեր Հիսուս, ես սիրում եմ քեզ։ Ես ամեն ժամանակ, երբ հիշում եմ, թե ինչպես Պետրոսը ուրացավ Տիրոջը 3 անգամ։ Եվ այս Հիսուսը ուզում էր Պետրոսի մեջ ինչ-որ մի զգայարան բացել, այն ուրացող սիրտ ուզում էր նա բացել։ Եվ նա 3 անգամ հարցրեց Պետրոսին. Պետրոս, Հովնանի որդի, սիրում ես դու ինձ։ Պետրոս, Հովնանի որդի, սիրում ես դու ինձ։ Եղբայրս, քույրս, սիրում ես դու ինձ։ Համենայն դեպս Պետրոսը պատասխանեց, այո, Պետրոսն ուրացել էր, բայց Պետրոս իրապես սիրում էր Տիրոջը, մարդիկ։ Պետրոսը սիրում էր Տիրոջը։ Պետրոսը ուղղակի այդ քայլին գնաց իր վախերի պատճառով, որովհետև այն ժամանակ դեռ Սուրբ Հոգին նրա վրա իջած չէր։ Պետրոսը սիրում էր Տիրոջը, եւ Պետրոսը խաչվեց գլխեվայր Տիրոջ սիրո համար։ Իսկ դու, եղբայրս, քույրս, հարց եմ տալիս քեզ, սիրում ես Քրիստոսին։ Եթե դու Քրիստոսին սիրում ես, եթե դու Քրիստոսին պաշտող ոմն մեկն ես, ապա հետևիր նրան, քայլիր վերցրու խաչդ եւ գնա նրա ետևից։ Ախր ես քեզ չեմ ասում, սիրելիս, թող տունդ, տեղդ, ընտանիքդ ոչ, քայլիր քո անձի ճանապարհը նրա հետ, բացիր խոսքը նրա, բացիր։ Ես ամբողջ սրտով ուզում եմ, որ դու բացես ու կարդաս Հովհաննեսի ավետարանը, այսօրվանից սկսիր այն, Հիսուսը հարցնում է քեզ, Պետրոս, Սիմոն Հովնանի որդի, սիրում ես դու ինձ։ Եթե սիրում ես նրան, ուրեմն բացիր Աստվածաշունչը։ Բացիր, լսիր նրա ձայնը, լսիր նրա թանկ բառերը, լսիր նրա աստվածային սերը, թե ինչպես է նա բժշկում մարդկանց, թե ինչպես է նա փրկում անառակներին, թե ինչպես է նա փրկում դիվարվածներին։ Հովնանի որդի, սիրում ես դու նրան։ Սա սեր է։ Այս սերը հակապես սեր է, այս սերը կույրորեն սիրող սեր է, այս սերը չպահանջող սեր է, այս սերը չի կարող հպարտանալ մարդիկ, այս սերը չի կարող գոռոզանալ, այս սերը չի կարող իրենը փնտրել։ Սա մի սեր է, որ միայն սիրում է, սա մի սեր է, որ միայն տալիս է, սա մի սեր է, որ չի էլ ուզում առնել, սա տալիս է, ուղղակի տալիս է։ Այո, Հիսուս, սիրում եմ քեզ Աստծո որդի, կյանքիցս առավել, սիրում եմ քեզ ամեն ինչից վեր եւ վեր, ամբողջ իմ մարմնի ամենամանր բջիջները պաշտում են քեզ, Տեր։ Սիրում ես նրան, Հովնանի որդի, հասկացել ես ինչ է քարոզվում այստեղից։ Ապաշխարություն անձ, ապաշխարություն եղբայրս, քույրս, բայց ինչի հիմքի վրա, ապաշխարություն սիրո հիմքի վրա, սիրո հիմքի վրա։ Հասկանում ես դու դա։ Տեր իմ Հիսուս, հասկացրու այս մարդկանց, հպվիր նրանց հոգիներին, Տեր, բացիր նրանց աչքերը հոգու, բացի նրանց սիրտը, թող որ նրանք հասկանան ինչ ունեն այս աշխարհում կորցրած, ինչ են տանելու այս աշխարհից իրենց հետ։ 4 տախտակ։ Սիրում ես նրան, Հովնանի որդի, եթե սիրում ես, ապա սիրտդ բաց արա նրա համար։ Ընդունիր նրան քո կյանքի սերը։ Եվ այն ժամանակ դու կհասկանաս, թե իրականում որն էր
Սիրո պտուղը, դու այն ժամանակ կհասկանաս, թե ինչ էր նշանակում լիարժեք խաղաղություն, որը որ դու կարող ես միայն ձեռք բերել Քրիստոսին սիրելով, ոչ թե հավատալով, սիրելով։ Ես քեզանից շնորհակալ եմ Հիսուս, շնորհակալ եմ Հայր, շնորհակալ եմ քո քաղցրության համար, շնորհակալ եմ քո այս դիպուկ խոսքիդ համար, շնորհակալ եմ, որ դու կարող ես օգտագործել որոշակի մարդկանց բերան, որպեսզի նրանք կարողանան քո պատգամդ հասցնել, որպեսզի այն պատգամը դառնա նրանց վերքերի, հոգու խորը վերքերի բժշկությունը։ Սիրելիս, սիրիր Քրիստոսին եւ կբժշկվես, սիրիր Քրիստոսին եւ կտեսնես, թե ինչպես քո հիվանդություններդ ամեն օրը օրվա վրա քեզանից թողնում եւ հեռանում են։ Սիրիր նրան։ Չէ որ նա սիրեց քեզ եւ իր կյանքը խաչի վրա մատնեց, որովհետեւ սիրեց քեզ։ Իսկ դու սիրիր նրան, ընդունիր նրան, պաշտիր նրան քո կյանքում եւ կհասկանաս, թե իրականում ընտրել ես ճշմարիտ ուղին եւ ճշմարիտ ճանապարհը, որի անունն է Հիսուս Քրիստոս Տեր Աստվածը։ Քեզ փառք եմ տալիս Տեր Հիսուս, ամեն ժամանակ պիտի փառավորվի քո հոգին, ամեն ժամանակ պիտի փառավորվի քո Սուրբ Հոգին, Տեր, այս վայրում ամենուր հավիտյանս հավիտենից ես քեզ եմ տալու փառքը, պատիվը եւ գոհությունը, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի անունով, ինչ որ մեկը թող ասե նստած տեղից, ամեն, ամեն Տեր Հիսուս, ամեն, հալելույա։